Շատ լավ, սկսեցինք, մի անգամ էլ բարև ձեզ, այսօր խոսելու ենք բժշկության 2017 թվականի Նոբելյան մրցանակի մասին, որը ստացել են այս 3 սիրուն գիտնականները, Ջեֆրեյ Հոլը, Մայքլ Ռոզբաշն ու Մայքլ Յանգը, ընթացքում կարող է լիքը անծանոթ բաներ լինի, բայց մեր այս նոբինարներն հենց են անում, որ եթե մի բան անհասկանալի է, պետք է հասկանալի լինի, ոչ իման անհասկանալի պետք է չմնա, գոնե այն մակարդակում, ինչքան ես կարամ բացատրեմ, էլի, որտեղ լիքը բան կա, ես էլ չգիտեմ, չեմ կարող բացատրեմ, բայց հավանաբար այս տերմին պետք է չլինի, որ չհասկանաք, նենց որ երբ որ ինչ-որ բան չեք հասկանում, մի անգամուց ձեռք եք բարձրացնում ու ճշտում ենք, որ հետո անհասկանալի մասեր չմնան։ Ուրեմն ծանոթացան գիտնականների հետ, հիմա էկրանը փոխեմ մեր հոդվածին, էլի հերթական հոդվածն է, որը Նոբելյան մրցանակի խորհուրդը, չգիտեմ, ովքեր են, գրում են այս հոդվածներն հենց, որ հասկանալի լինի մարդկանց համար, երկու տարբերակ է հիմնականում լինում, մեկը ոնց որ հանրամատչելի ձևով ներկայացնում է, մյուսը ավելի խորացված գիտական advanced տարբերակն է։ Ես այս անգամ advanced-ն եմ բացել, advanced-ն եմ կարդալու, ավելի խորացվածը, որտեղ տենց չխորացվածը շատ պարզ է, ասելու շատ բան չկա էլ ինձ։ Okay, ուրեմն սկսենք։ Հիմնական միտքը սկսում է նրանից, որ մեր մոլորակում օրգանիզմների ամենագլխավոր հատկությունն է, որ իրանք կարողանում են ադապտացվեն շրջակա միջավայրին, բայց բացի ընդհանուր շրջակա միջավայրին հարմարվելուց կա փոքր հարմարվելու կարողություն, որը գալիս է նրանից, որ մեր մոլորակը պտտվում է։ Պտտվելու արդյունքում առաջանում են եղանակներ, առաջանում է գիշեր-ցերեկ եւ այլն, ու նաեւ կենդանի օրգանիզմները պետք է հարմարվեն այդ փոփոխություններին, այսինքն շատ կարճ 24 ժամվա փոփոխություն, ասենք, մի մասը գիշեր է, մի մասը ցերեկ, այդ փոփոխություններին իրանք պետք է ադապտացվեն, կախված օրվա ժամից։ Ու եթե մի քիչ մտածեք առանց սա կարդալու, կարելի է հասկանալ, թե այդ գիշեր-ցերեկի արդյունքում ինչն է փոփոխվում։ Հիմնականում մոլորակի վրա երկու բան է փոփոխվում գիշեր-ցերեկի արդյունքում։ Մեկը լուսավորությունն է, գիշերը ավելի մութ է, ցերեկը լուսավոր է։ Երկրորդը ջերմաստիճանն է, գիշերը ավելի ցուրտ է, ցերեկը ավելի տաք է։ Հիմա այս երկու բաներն է, որ մոլորակի վրա փոփոխվում է, էլի շատ բաներ կարելի է թվարկել, բայց հիմնական երկուսը դրանք են։ Ու այս ամեն ինչը մեզ ասում է, որ այս օրգանիզմները պետք է ունենան ներքին ժամացույց, որ օրգանիզմը հասկանա հիմա ինչա, ցերեկա թե գիշերը, որ ադապտացվի դրան։ Մեր օրգանիզմը չունի մերպես ուղեղ, մերպես գիտակցություն, որ գիտակցի ասի արև չկա, մութ է, ցուրտ է, ուրեմն գիշերը պետք է այս անեմ, պետք է այն անեմ, ոնց որ մեր օրգանիզմը գիտակցություն չունի, որ այդքան անի, հետեւաբար ուրիշ մեխանիզմ կա ոչ գիտակից, ճակերտավոր, որ այս ամեն ինչը հասկանում է։ Ու այս ներքին ժամացույցի անունը դրել են ցիրկադային ռիթմ։ Ցիրկադյան բառը գալիս է այս լատիներեն երկու հատ բառից, circa ու dies, որ նշանակում է օրվա շուրջ, dies-ը օրն է, circa-ն շուրջը, ու օրվա շուրջ պտտվելու իմաստն է արտահայտում, ցիրկադյան բառը ռիթմն էլ դա գիտեք, ռիթմը չէ։ Ու հետարքիր են, որ մեզ թվում է, երբ որ մարդկանց ենք նայում, մարդիկ հələ չգիտենք ինչա ցիրկադային ռիթմը, բայց ունեն ցիրկադային ռիթմ։ Տարբերում է օրգանիզմը գիշերը, թե ցերեկը, օրինակ գիշերը քնում է, չի զարթնում։ Ուղեղը ոչ գիտակից ձևով քնում է։ Ու բայց ինչքան է զարմանալի է, համարյա բոլոր օրգանիզմները ունեն ցիրկադային ռիթմ, որ պատկերացրեք մի բջիջ ունեցող բակտերիաները նույնիսկ իրանց մեջ ունեն ցիրկադային ռիթմ, որ իրանք գիտեն առավոտա թե գիշերա, դրանից կախված իրանց բանը փոխ Ձայնը գնաց, թե մոտիցա։ Ես ոչ չէ։ Իմ ինտերնետը ոնց որ մի պահ գնաց, բայց եկավ։ Չէ՞։ Հա, ձայնը կանջատվեց։ Այդ միաբջիջ կենդանիները, որ ունեն ցիրկադային ռիթմ, դրանից։
Okay, merci։ Ասում են նույնիսկ միաբջիջներ ունեն ցիրկադային ռիթմ, որ ոնց որ իրանք չունեն մարդու պես քնել, զարթնել, այդքան զարգացած չեն, բայց ունեն ակտիվ լինելու ժամանակ, пассив լինելու ժամանակ ու ոնց որ տրամաբանական է, որ ցերեկները պետք է ակտիվ լինեն, որտեղ արև կա, էներգիա կա, իսկ գիշերները ավելի пассив պետք է լինեն, էներգիայի զոր պետք է չծախսեն եւ այլն։ Ասենց տարբեր բաներ։ Կարճ ասած, նույնիսկ բակտերիաներից է գալիս այդ ցիրկադային ռիթմի երևույթը։ Հետո որ առաջ գնանք, պատմության մասին, թե մարդիկ ոնց են ցիրկադային ռիթմը հասկացել, որ կա, ոնց են մոտեցել դրան, ու շատ տարիներ առաջ է դեռ ցիրկադային ռիթմի գաղափարը առաջ եկել 1729 թվականից, երբ որ այս գիտնականներից մեկը մի հատ հետարքիր բան նկատեց, երբ որ այս միմոզա բույսը վերցրեց, չգիտեմ երևի տեսել եք, որ գիշերները ինքը բան անում, փակվում է, իջնում է տերևները, առավոտները բացվում է, ու ոնց որ հարց առաջանում, ծաղիկը ոնց է ջոկում գիշերյա, թե ցերեկա, որ մի հատ էլ բացվի, փակվի։ Դա երկու մոտեցում կա։ Առաջինը մտածում ես, հա, դե երևի իր մեջ ազդակներ կա, որ լույսը կլանում են, հասկանում են, եթե լույս է, ուրեմն առավոտ է պետքա բացվել, եթե մութ է, պետքա չբացվել։ Բայց ստե ամենակարևոր մասն է գալի, որ այս գիտնականը բռնել այս միմոզային դրել է մութ սենյակում, երբ որ չի լինելու լույս ուղակի։ Ու ինչ է նկատել, որ երբ որ առավոտը բացվում է, բայց սենյակում մութ է լրիվ, արև չի ընկնում, բույսը բացվում է։ Այսինքն նշանակում է, այս բույսը արևից չի հասկանում էլի, որ բացվելու ժամանակն է։ Ինքը իր մեջ ժամացույց ունի, որ հասկացա, որ բացվելու ժամանակն է, պետքա բացվել։ Ու դեն շատ բան է, էլի, զարմանալի է, էլի։ Ոնց եղավ, որտեվ առաջին հասկից պիտի որ արևի պատճառով լիներ, բարձվում է արևի պատճառով չի։ Ու ստե նաև նկարագրում է, որ հետո ինչ որ գիտնական այս հատուկ կիմոգրաֆ սարքի օգնությամբ, պատկերացեք 200 տարվա գործիք է, որ բան է անում, sense ինչ-որ գրիչ է կպած, ու մյուս ծերը կպցնում են ինչ-որ բանի, որ շարժվում է, ու ոնց շարժվում է այդ գրիչը, sense գծում է թղթի վրա։ Կարճ ասած, սրանով sense գրանցել է այդ ծաղիկի տերևները ոնց են շարժվում, ու նկատել է, որ ռիթմիկություն կա դրա մեջ, էլի, ինչ-որ 24 ժամը մեկ ինչ կբացվում, փակվում է, բացվում, փակվում է, անկախ արև կա, թե չկա։ Ու ոնց որ ստե արդեն գալիս էր այն միտքը, որ ամեն դեպքում այս դրսից եկած ինֆորմացիայի հաշվին չի ինքը հասկանում, այլ իր մեջ ինչ որ մեխանիզմ կա, որ ժամացույցի պես աշխատում է։ Բայց դեռ ոչ մեկ չի հասկանում, ոնց է այդ աշխատում։ Հետո չեմ հիշում այս մասին ինչ ասում, բայց հիմնական միտքը այնա, որ այս ժամացույց ունենալը ներքին շատ օգտակար է գոյատևման համար, հետեւաբար այս ամեն ինչը զարգացել է բնական ընտրության շնորհիվ էվոլյուցիայի ընթացքում, այսպես լիքը բաներ, ու կարելի է ենթադրել, որ գենետիկ մակարդակում է ինչ-որ բան կատարվում, որ կարողացել է ազդի այս բնական էվոլյուցիան էլի այս ամեն ինչի վրա։ Ու նաև փորձ են արել, որ վերցրել են բույս, որը ոնց որ իրան պետք չի եկել ցիրկադային ռիթմը, միշտ մտության մեջ են պահել ու իրանից ոնց որ սերված մյուս բույսերը ամեն դեպքում ունեցել են ցիրկադային ռիթմ, էլի այդ դա ցույց է տալի, որ էլի ԴՆԹ մակարդակով է գալի, ոչ թե փորձառությունից, ու նաև ուրիշ փորձ են արել, որ տարբեր ռիթմերի բույսեր կա, այսինքն բույս կա, որ 24 ժամվա ռիթմով է, 24 ժամը մեկ բացվում փակվում է մեր օրվա չափով, բույս կա, որ ավելի կարճ է, օրինակ 22 ժամ ցիկլ ունի ինքը, երբ որ այս երկու բույսերը իրար հետ խաչասերում են, ստանում են միջինը, բույս, որը 23 ժամանոց ռիթմ ունի, 24-ի ու 22-ի միջինը, էլի։ Ու էլի տենց հասկացել են, որ ԴՆԹ-ն մեծ կապ ունի ստե։ Ու առաջին կարևոր փորձերը սկսել են ճանճերից, մրգի ճանճ է կոչվում, ու այս Նոբելյան մրցանակի այդ դասախոսության ժամանակ այս առաջին գիտնականը Հոլը ասում է, որ այս 3-ից բացի 4-րդ մեկը կա, ով պետք է Նոբելյան մրցանակ ստանար, դա ճանճն է,
որտեղ ճանճի շնորհիվ են այս ամեն ինչը բացահայտել, ճանճի ուսումնասիրելով եւ այլն։ Հա, Կարեն ջան։ Հարցեր ընթացքում ենք տալի թե Ընթացքում։ լավ։ Ուրեմն որ հիմա ասում ես 22 ժամվա բան կա ցիկլ, այսինքն ինչ ինքը 25 օրվա մեջ մի օր հետ անգնի։ Այսինքն ինչ արնում 22 ժամը ես չեմ պատկերացնում ոնց կարող անել։ Ճիշտ ես ասում, ոնց որ դրամաբանական չի, բայց ստե իմ շելով չի բացատրում այդ բույսերը ոնց են ապրում տենց որ հետ անգնում 5 օրը մի օրով, բայց կարող է նույնիսկ արհեստական ձևով են այդ ստացել, չգիտեմ։ Հա, կարող է արհեստական է, որտեղ ես գիտեմ որ բույսեր կան, իրանց լուսավորությունը փոխելով, որ ասում ես լուսավորության հետ կապված չի, բայց քանի որ ես ինչ-որ կապտուկները sense հոբի ունեմ, կա ինչ որ ձևեր, նամանոց այդ մարգվանը աճացնելու վրա են բանանում։ Այ միջալից տեսել էի, որ բանի ժամանակ այն լավ լուսավորություն էին դնում գիշերը, այդ Արարատի ճանապարհի վրա սպայկաներն էին։ Այ իրանք այդ բույսերին խափում են ու իրանց մոտ աճը արագանում է, էապես արագանում է։ Եթե դու իրան ինչ որ շատ փոքր ֆիլտրներով բան ես տալի, ցերեկ ես տալի, էլի։ Այսինքն ինչ որտեղ լուսավորությունից կախված չի, մենակ այստեղ դենոթը բանի հարց չի, ոնց որ թե։ Ճիշտ է, ոնց որ դեռ չենք ասա այդ մասին, ոնց որ վերջնական չենք որոշել ոնց է աշխատում, ուղղակի իրենց մտքերն եմ ասում, որ մտածում էին ամեն դեպքում դնետը, հա։ Ընթացքում կհասկանան։ Լավ, օքեյ, ես առաջ։ Երևի շատ վստահ է ասել, տենց մտածել եք վերջնական պատասխանն է, որ մենակ օքեյ։ Ու այդ նույն բանը փորձում են բաների վրա, ճանճերի վրա։ Ինչ են անում, վերցնում են ճանճեր լիքը ու հատուկ մեթոդ ունեն, որ իրանց գեներում մուտացիա են անում, ինչ որ գենի մի մաս փոխում են, ու այս գիտնականները հույս ունեն, երկու գիտնականներ էին, հույս ունեն, որ կգտնեն այդ որ գեներն են, որ ցիրկադային ռիթմի համար են պատասխանատու, ու հետևում էին այդ ճանճերի ակտիվությանը, էլի, իրանց ոնց որ ակտիվությանը հետևելով կարած տենաս իրանց ռիթմը, էլի, ինչքան ժամանակը մեկ են քնում, ճանճերն էլ են քնում, էլի, ինչքան անհավատալի է, ինչքան ժամանակը մեկ են զարթնում, տարբեր ճանճեր, ու գտան, որ 3 հատ ճանճ գտան։ Մեկի ցիրկադային ռիթմը կարճացել էր, դարել էր ավելի կարճ, դե ոնց որ ժամերի քանակը գրում է այսա 19 ժամ էր դարը մեկինը, մյուսինը երկարել էր 28 ժամ էր դարել, մյուս երրորդ ճանճի ռիթմը լրիվ ընկել էր, ռիթմ չկար, ինչ որ քնել զարթնելու մեջ, տենց օրինաչափություններ չկար, ինչ որ մի քանի ժամ է քնում էր, մի քանի ժամ զարթնում էր եւ այլն, ոնց որ խառնվել էր լրիվ իր ռիթմը, ու այդ դրա շնորհիվ գտան այդ գենի մասը, որը այդ 3-ի մոտ էլ ստուգեցին, նույն մասում էր այդ քրոմոսոմը, որտեղ է DNT-ն է, նույն հատվածում է մուտացիան եղել, այդ 3-ի մոտ, որոնց ցիրկադային ռիթմը խառնվել է, այսինքն ասում որ այդ գենն է պատասխանատու ցիրկադային ռիթմի համար։ Այդ գենի անունը դրեցին period, բան բառից էլի, period, չգիտեմ հայերենից է։ Բառից է։ Ժամանակաշրջան, այո։ Այդ անունով կոչեցին գենը։ Ստե կարճ հիշացնեմ գենի ինչ է, որ մեր DNT-ում փոքր հատվածներ կա, որոնք կոչվում են գեն, որոնք ինչ որ բան արտադրելու համար են կոնկրետ։ Ասենք ինչ որ սպիտակուց կա, որ պետք է արտադրվի, այդ սպիտակուցը արտադրելու համար պատասխանատու հատվածը DNT-ի մեջ անվում են գեն։ Ոնց տարբեր գեներ կա, ամեն գենը մի բան արտադրելու համար է։ Որ այս գենը գտան, որը պատասխանատու է ցիրկադային ռիթմի համար։ Բայց մեկ այլ անհասկանալի է, ինչ է լինում, ոնց է ցիրկադային ռիթմը առանցանում։ Ու հետո ասում այս գիտնականներից մեկը գնաց ուրիշ գործի, ել չուզեց սրանով շարունակվի, բայց այս կոնոպկան շարունակեց այս period գենով զբաղվել ու ավելի կոնկրետ հասկանալ որտեղ է այս գենը, որտեղ իրանք մոտավորապես գտել էին, որ այս քրոմոսոմի այս հատվածում է մուտացիան եղել, բայց կոնկրետ տենց բան չէր, չէին գտել թե ինչ մասից է կազմված գենի կոդը չէին գտել, էլի, չէին բացահայտել, բայց ասում որ ինչ որ 1980-ականներին արդեն սկսեցին այդ գենը կլոնավորել, առաջին անգամ առանձնացրեցին այդ գեները ու սկսեցին փորձեր անել դրանց վրա, ու ինչ գտան, որ այս period գենը արտադրում է մի հատ սպիտակուց, որի անունը դրեցին PER։
այս սպիտակուցը ոնց որ հասկացա որ արտադրվում է ու լիքը տեսություններ է տեղից առաջացավ Mebran gradient տեսություն կամ չէ ուրիշ մի հատ տեսություն կա թե սպիտակուցը ոնց կարա ժամացույց ստեղծի բայց ոնց որ այդ բոլոր տեսությունները սխալ էին ու առաջին անգամ որ ճիշտ տեսությունը դուրս եկավ այս Ռոզբաշն ու Հոլն են մտածել իրականացրել ու համոզվել որ տենց է աշխատում հեսա կհասկանանք ոնց է աշխատում բայց նրանից եկավ միտքը, որ երբ որ հետևում էին այս փեր սպիտակուցի քանակը մեր օրգանիզմում, տեսան, որ ցիկլային է, ռիթմ ունի այս փեր սպիտակուցը։ Այսինքն ինչ որ քանակը բարձանում է, ինչ որ հասնում է ինչ որ կետ, էլի սկսում է իջնել, էլի իջնում է մի կետի, ու բարձանում է նույն կետին, ու այս ցիկլը տևում է 24 ժամ։ Պատկերացրեք սպիտակուցի քանակը փոխվում է, բարձանում իջնում է, ու ցիկլով 24 ժամում մեկ նույն քանակին է գալու, էլի նույն շրջանը շարունակվում է։ Ու ստեղից ինչ որ գաղափարներ առաջացան, որ կապ ունի այս սպիտակուցի քանակը, էլի, քանակով է որոշվում, ոնց որ ժամանակը։ Ինչքան շատ է այս սպիտակուցից, այնքան ուրեմն ուշ ժամ է։ Ինչքան քիչ է այս սպիտակուցից, այնքան շուտ ժամ է։ Բայց մեկը հարցը մնում է, օրգանիզմը ոնց է ջոկում ինչ ժամը, որ շատ արտադրի այս սպիտակուցից կամ քիչ արտադրի։ Հարցը չի լուծվում դրանից։ Ու հետո ինչ նկատեցին։ Նկատեցին, որ այս հեսա կասեմ ինչ է այս mRNA-ը RNA-ը RNT-ն է հայերեն, mRNA-ը messenger RNA, հայերեն փոխադրող RNT, սրա քանակն էլ է ցիկլային 24 ժամում մեկ բարձանում իջնում։ Հիմա թեմայից շեղվենք, գնանք մի հատ կենսաբանություն հասկանանք այս mRNA-ը ինչ է, սպիտակուցի ինչ է եւ այլն, այդքանը հասկանանք, որ մնացածն էլ հասկանանք ու գանք հետ ստեղից շարունակենք։ Մի քանի լավ վիդեոներ եմ գտել սրա մասին շատ կարճ մի րոպեանոց, որ կարելի է ցույց տալ ինչ է այս ամեն ինչը։ Ուրեմն սպիտակուցը հիշում եք ինչ էր, կար 20 հատ ամինաթթու, այս 20-ը տարբեր կոմբինացիաներով իրար հետևից կպնում, ինչ որ շղթա են կազմում, ասենք 100 հատ ամինաթթու կպնում են իրար, այս ամինաթթուները սեղ բան են անում, կպնում են, ծալվում են իրար վրա, դառնում է սպիտակուց։ Ու տարբեր ամինաթթուներ կպնելուց, որ տարբեր սպիտակուցներ է ստացվում։ Այդքանը պարզ է։ Հիմա պետք է հասկանալ ինչ է mRNA-ն ու ոնց է այդ սպիտակուցը արտադրվում։ Դրա համար գալիս ենք այս մի հատ շատ սիրուն վիդեոին։ Ուրեմն, այս մեր սպիտակուցն է, այս ամեն մի գույնով նկարած է մի հատ ամինաթթուն, ըստ ծալվում դառնում է սպիտակուց, սպիտակուցը sense տեսք ունի։ Ինչ է լինում, սա ցույց է տալի, այս մի հատ ամինաթթուն է, սա մեր բանն է, բջիջի մեջ միջուկն է, այս միջուկի մեջ գտնվում է բջիջի DNT-ն։ Հեսա կգնանք մեջը, կտենանք։ Բոլոր բջիջներում կա DNT, եթե չգիտեք։ Ձեր ամբողջ մարմնի DNT-ն բոլոր բջիջներում կա նույն ձև։ Սա շատ հետաքրքիր է։ Միշտ ես փոքր ժամանակ մտածում եմ մի հատ տեղ է DNT-ն դրած ու տենց մենք տեղ ենք, բայց պարզվում է ոնց որ այս DNT-ն բոլոր բջիջների այս միջուկում կա։ Այս է DNT-ն։ Ստոպ տանք, հա կանջան։ Հականները եկել շեղում են, բայց ես միշտ հետաքրքրել է այս հարցը մի քիչ։ Այդ որ DNT-ն ասում են փոխում են։ Բեկանում խոմ չեն բեկանում սա բջիջներում փոխում։ Ինչ են անում որ փոխվում ամ։ Շատ լավ հարց է, որտեղ են փոխում, այդ պետք է ճշտել։ Հենց այդ է, էլի, ես իմ ասում են ասենք, այդ որ հիմա օրինակ բերեցի, ճանճի DNT-ն փոխել են, այդ ճանճի ոնց են DNT-ն փոխել, խոմ չեն բեկար սա բջիջներում փոխել։ Չէ, այդտեղ նայ, առաջին տարբերակը այնա, որ երբ որ ճանճը ծնվում է, այդ մի բջիջից, այդ մի բջիջն է որոշում, հետո ինքը ոնց որ ինչ իր DNT-ն, այդ ամենաառաջնային DNT-ն են փոխում, որ հետո ոնց որ ամենա այն գլխից են փոխում, հա։ Այն գլխից են փոխում, բայց նաև այլ տարբերակներ կա, որ Լիլիթները ոնց որ վերջին բանի ժամանակ ասում Նարեկի մոտ ոդքասթի, որ ասենք արյունդ փոխում ես, արյունդ բջիջները փոխվեցին, բայց օքեյ, արյունը մաքրվում է, հետո քո բջիջներն են գալու, որ քո DNT-ով բջիջները։ Դրա համար, եթե ուզում ես արյան բջիջների DNT-ն փոխես, պետք է գնաս ցողունային բջիջներ, որտեղից այդ արյան բջիջները արտադրվում են, այդ սա ցողունային բջիջների DNT-ները փոխես, որ ճիշտ ոնց որ նոր DNT-ով արյուն արտադրվի, էլի։ Հա սաղին է պետք է փոխես, հա, սաղը ցողունայինը։ Դե չգիտեմ, իրականում կարող են փոխեն թե չէ, բայց միտքը է դա, էլի, հա։ Հա, լավ։ Ոնց որ այդտեղից մի բան հասկանալի է դառնում, Հա, ինչ որ սկզբնախտորով պետք է փոխվի, բայց օրինակի համար լավ։
Իրականում կարելի է մտել համարյամ տոնս։ Իրականում կարողանում են, եթե ոչ բոլոր, շատ մեծ քանակով բջիջներում DNT-ն փոխեն, եւ դա անում են այդ հիմա այդպես CRISPR տեխնոլոգիա կա, որտեղ վարակում են վիրուսով, մեջը դրած այն DNT-ի հատվածը, որով ուզում են փոխեն, որը գնում ամտնում է բոլոր բջիջները վարակում է, այսպես ասած, համապատասխան հատվածը, որ ուզում են փոխեն, կտրում է, ու այդ նոր հատվածը հետ է դնում։ Ու այդ տեխնոլոգիայով հիմա այդ որ չգիտեմ գենի թերապիա կա եւ շատ հիվանդություններ կարողանում են այդ միջոցով փոխեն, բանանեն, բուժեն, այդ տեխնոլոգիայով են փոխում վիրուսով վարակելով, որտեղ վիրուսի ֆունկցիան իրականում է նա, որ ինքը մտնում է բոլոր բջիջները, տեղադրում է իր RNK-ն ու բջիջը սկսում է վերարտադրել այն սպիտակուցները, որոնք պետք են վիրուսին։ Այդ նույն մեխանիզմը օգտագործելով կարողանում են բջիջները վարակել ճիշտ DNK-ով, այսպես ասած։ Այդքանը։ Հա, այս թազա անտիբակ, այս ինչ է այս։ Գենի թերապիա, որ ասում են հիմա, այդ CRISPR այդ մեթոդները այդպես են աշխատում։ Այս մոդենան բան, որ անտիվիրուսներ հանեցին, այդ նո այդ էլ է մոտավորապես նույն մեխանիզմով աշխատում, բայց հիմա շատ գենի թերապիաներ կան, որ շատ մահացու հիվանդություններ կարողանում են, գենետիկ հիվանդություններ, մոնոգեն հիվանդություններ կարողանում են բուժել, այդ բանով են, իրականում ձեզ վիրուսով վարակում են, որը ունի ձեր հիվանդ DNT-ի ճիշտ կոպիան, առողջ կոպիան, ինքը գիտի, որ մասից պետք է կտրի հանի ձեր հիվանդ DNT-ն եւ փոխարինի ճիշտ կոպիայով։ Ու ինչքան շատ բջիջ վարակվի այդ վիրուսով, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժումը։ Շատ լավ բարձր, մերսի։ Մեկ էլ են որ ցողունային բջիջները որ բան են անում, կոնսերվացիա են անում, դա էլ է, հա, ասենք երեխաները վեկալում են, կոնսերվացիա են անում, որ հետո այդ թարմով բան անեն, հա։ Ցողունային բջիջները չդիֆերենցիացված բջիջներ են, այսինքն ցանկացած բջիջ, օրինակ ձեր լյարդի բջիջը տարբեր է սրտի բջիջից, որովհետև այնտեղ տարբեր ձևի է DNK-ն պատտվում անենց, կներեք, ես ուղղակի մի քիչ մասնագիտական եմ, այսինքն համար դրա համար չդիմացա միջամտեցի։ DNK-ի բոլոր հատվածները չեն աշխատող, կախված նրանից թե ինչ օրգանում է գտնվում բջիջը, DNK-ն այնպես է փաթաթվում, որ այդ օրգանին անհրաժեշտ սպիտակուցները կոդավորող գեները ավելի հասանելի լինեն ու ինքը կարողանա աշխատի։ Ցողունային բջիջները դեռևս չդիֆերենցիացված բջիջներ են, այսինքն իրանք ցանկացած օրգանի համար կարան համապատասխան ֆորմա ընդունեն եւ այդ օրգանում աշխատեն։ Եթե ձեր ցողունային բջիջները կոնսերվացնեն, հետո ցանկացած օրգանի վնասվածքի դեպքում այդ ցողունային բջիջները կարան ներմուծեն այդ օրգան, իրանք միանգամից այդտեղ դիֆերենցիացվում են, դառնում են այդ բանի օրգանին համապատասխան բջիջներ եւ այդ օրգանի ոնց որ վերականգնումը շատ ավելի արագ է գնում։ Այդ դրա համար են կոնսերվացնում ցողունային բջիջները։ Հա, շատ լավ, շատ մերսի։ Մերսի շատ։ Այս հետարքիր թեման է, որտեղ ես էլ որ իմացա բջջի մեջ նույն DNT-ն է հարցեր առաջանում, բա որն է տարբերությունը, ասենք լյարդի բջջի ու աչքի բջջի, որ խնդիրը էպիգենետիկան է, էլի DNT-ն տարբեր բջիջներում տարբեր տեսք ընդունում ու տարբեր բաներ արտադրում ու մենք նոբինար ենք ունենալու համ բանի մասին, այդ Moderna-ի ստեղծած նոր վակցինայի, որը էլ է mRNA-ով է աշխատում, ու հեսա որ էս mRNA-ն նայենք, դուք էլ միանգամից կհասկանաք ոնց է այն աշխատում, ու նաև էլի վեբինար ենք ունենալու հավանաբար էս էպիգենետիկայի մասին ու նաև CRISPR-ի մասին, որ այդ DNT-ն փոխելու մեխանիզմն է, կարճ ասած, հələ ամեն ինչ առջևում է, բայց մենք շատ շեղվենք, գանք հետ մեր DNT-ին, ինչ էինք նայում, հա, այս մեր DNT-ն է, DNT-ն կազմված է 4 հատ մոլեկուլներից, դեղին, մանուշակագույն, կապույտ ու մուգ կապույտ, ու այս ամեն մեկը մյուսին է կպնում մենակ, որ ստե երկու հատ շղթա է իրար փաթաթված, ու ոնց որ ստե ցույց է տալի, որ դեղինը մենակ էս մանուշակագույնն է կպնում, բաց կապույտը մուգ կապույտին է կպնում, ստեղ էս 4 տեսակն է, թիմինն է, ադենինն է, ցիտոզինն ու գուանինն է, ու կարճ ասած մեր DNT-ն sense տեսք ունի։ Ու sense կոդավորվում է, իրար հետևից ինչ կպնելու են, դա մեր կոդն է sense ասած, հետո ինչա լինելու։ Ու ինչա լինում։ Մի հատ sense RNA պոլիմերազ անունով
մոլեկուլ կա, որը գալիս է այս DNT-ն բացում է ու մտնում է արանքը ու գիտի ինքը որտեղ է կպնելու, որովհետև սենց հատուկ հատված կա, որ ասում է այստեղ դու քո կպնելու տարածքն է, ասա ասենք, երբ որ ինքս բանատենում մի անգամ կպնում է այդտեղ, որ ստեղից գիտի, այստեղից սկսում է կոդը, որը իրան պետք է գենը, սենց ոնց ասացի, որը պետք է արտադրի ինչ-որ բան, ու ինչա լինում, դրսից գալիս են այս ամեն մի մասնիկները կա մեր օրգանիզմում ու RNA-ն է սենց ստեղծվում, գալի հերթով կպնում են ամեն մեկը, որին պետք է, որտեղ առանձնացրել է DNT-ն իրարից, արդեն կպնելու տեղ կա, էլի։ Ու այս RNA-ի մեջ մենակ մի հատ է տարբերվում DNT-ից, այս բաց կապույտի տեղը գազարագույնն է, անունը չեմ հիշում, կարծես մի հատիկ նյութ ուրիշ է, որը այս մուգ կապույտին է կպնում, ու այդ սենց RNA-է դառնում, սենց ավելի մեծ նկար էլի, գալիս է DNT-ին մեջտեղից կպնում է, բացում է ու օգտագործում է իրան RNA-ն ստեղծելու համար, էլի։ Կոպի անում, սենց ասած, ու մի հատիկ նյութ ուղղակի ուրիշ, ու սենց RNA-ն դուրս է գալի հետո։ Սա կասենք էս ինչա։ Էսի մեր mRNA-ն է։ Մի հատ սենց մի շղթայանոց RNA-ն է։ Հետո ինչա լինում, այս mRNA-ը դուրս է գալի միջուկից, գնում է արդեն բջիջի մյուս մաս, միջուկից դուրս։ Այս միջուկից դուրս սենց ուրիշ նյութեր կան, որ գալի կպնում են իրան ու ինչա կատարվում։ Ստե այս մասերը, որ բաժանած է տենում եք, իհարկե մենք սենց ցույց տամ, այս մասերը սենց որ բաժանած է, այս ամեն մեկը 3 հատ այդ մասնիկից է որ ցույց է տալիս։ Ստեղ ցույց է տալի մի հատի տարբերակը, այս անունը կոդոն է, այս ամեն մեկը մի հատ ամինաթթու է կոդավորում։ Ու այս մեր արտադրության մեջ հեսա գրած է ACG, այս 3 հատն են կպած, ոնց տենց կինը 4 տեսակ կար, հիմա այստեղ ACG-ն է, այստեղ A ու G-ն է։ Ամեն մեկը մի հատ ամինաթթու է կոդավորած։ Ու կա մեր օրգանիզմում սենց կոչված tRNA, որ սենց ինչ-որ մասնիկա կապ չունի ինչա, որի վրա կպած է ինչ-որ ամինաթթու։ Ու տակի հատվածում կա կոդը, թե որ մի կոդին ինքը պետք է կպնի։ Անտիկոդոն է անունը, որ գալու է կոդոնին կպնի։ Ու ոնց տենում եք, ստեղ ինքը գալի, ստե ACG-ը, A-ին, որը պետք է կպներ, C-ին, որը պետք է կպներ, G-ին, որը պետք է կպներ, ինքը այդ տակի մաս ունի, գալի կպնում է, ու իր վրայի ամինաթթուն ոնց որ փոխանցում է սրան։ Ու այս ամինաթթուն գնում է արդեն կպնում է հաջորդ այդ ամինաթթվին։ Ոնց որ սպիտակուցը ստեղծվում է այս կոդից, էլի։ Ամեն 3 հատ տառը մի հատ ամինաթթու է, 20 հատ ամինաթթու կար, իսկն կոդավորված ստեղծվում է, էլի։ Դա վրոձի այդքան բարդ չի։ 3-հական կոդ է գրած, էլի։ Մեր համակարգչում 2-հական կոդ է 0-1 էր, աստա 3-հականով է։ Հաջորդ 4-հական է։ Ոնց 4-ը ասել բարդ չի, էլի, շատ բարդ է, էլի։ Հեսա մի հատ էլ վիդեո ցույց տամ, դե ավելի པարզ է։ Ըստ կպնելու մարսն է բարդ, խի է կպնում, որտեվ այդ արդեն քիմիա է գալու, ոնց որ խի է կպնում, որտեվ դա տենց է քիմիան, ոնց որ չի կարա չկպնի, ոնց որ պլյուսը մինուսին ձգում է, սենց ատոմ անդը, այն ատոմին է կպնում եւ այլն։ Այս մի վիդեոյում նույն բանն է ցույց տալի, որ այս մեր միջուկն է, միջուկի մեջ քրոմոսոմն է, այսի կարևոր չի, ինչա խիա, այս ինչ որ բաների վրա DNT-ն փաթաթված է, որ սիրում սենց քրոմոսոմի տեսք ընդունի, այս մեր DNT-ն է, ու այս բանը էլի գալի կպնում է, ստողակի ավելի սիրուն է, էլի։ Messenger RNA out of free Բաժանում է, ու այդ բաց տեղը գալի էս կպնում են ազատ տեղերում, որը պետք է, ու առաջանում է RNA-ն, այս RNA-ն փոխվում է, հելնում գնում է միջուկից, գնում է, հասնում է տեղ, այս սպիտակուց արտադրողը իրան բռնում է, ու էսի այն, որ նախորդում ցույց է տալի tRNA-ը դա, այսի ոնց ասես մի հատ ուրիշ տեղից եկած RNA-ը, որի կոդը տակն է, էսա 3 հատ բան է, որը ցույց է տալի, թե որտեղ ինքը պետք է կպնի, գլխին էլ ամինաթթուն է, ու ամեն մի կոդին մի հատ ամինաթթու է համապատասխանում, ու սենց transfer RNA, transfer անում էլի ամինաթթուներին, ու սենց հերթով սրան գալի, այս 3 հատ կպնում են ամեն մի կոդի վրա, ու վերևը այս ամինաթթուները իրար են կպնում, էլի։ Թե ոնց են այս ամինաթթուները իրար կպնում են, առաջին նոբինարին խոսել ենք, թե ինչ քիմիական process է ստե գնում, որ կպնում են իրար սենց, ու էլ չեն փոխվում։
Ուսանց այս ամենաթները կպնում են, սպիտակուցը արտադրվում է, գալիս է, առանձնանում է, ուսանց ծալվում է, իրար են կպնում ու առաջանում է մեր պրոտեինը, հայերեն սպիտակուց։ Այսքան բան, կարծած ունենք DNT, DNT-ից առաջանում է mRNA, mRNA-ն գնում է արտադրում է սպիտակուց, որտեղ պետք է։ Այս mRNA-ն նրա համար է, որ DNT-ն չի կարա հելնի գնա սպիտակուց արտադրող մասը բջջի մեջ սպիտակուց արտադրի, պետք է իրան մի հատ փոխադրող ինչ-որ մեկ էլի, որ գա իրանից կոդը վեկալի, տանի արտադրամասում այս բաները արտադրի, էլի։ mRNA-ն այդ գործն է անում, DNT-ից կոդը վերցնում, տանում է արտադրում է սպիտակուցը, որտեղ պետք է։ Այսքանից հարցեր կան։ Բոլոր բջիջներն են արտադրում սպիտակուց։ Բոլոր բջիջներն են արտադրում, բայց ամեն բջիջ իր սպիտակուցը ունի, թե ինչ պետք է արտադրի, դա արդեն էպիգենետիկան է, էլի, թե DNT-ի որ մասը կակտիվանա, որ ինչ mRNA կարտադրվի դրանից, որ այդ mRNA-ն կգնա ինչ սպիտակուց կարտադրի, էլի։ Ամեն բջջում տարբեր գենի մասեր է հասանելի DNT-ից, որ այդ բջջում արտադրելու է, էլի, ասենք սրտի բջջում ուրիշ սպիտակուցներ արտադրվում, լյարդի բջիջներում ուրիշ է։ Essence. Okay. Հետո սպիտակուցը ինչ որ ձև դուրս է գալիս բջջից, թե մնում է բջջում։ Ինձ թվում է Լավ հարց չեմ տալիս, բայց բանից է գալիս, լավ պատկերացնելուց է սպիտակուցի բանը։ Ըստ կան որ դուրս են գալի ուրիշ սպիտակուցի մեջ են եթում, լավ տեղյակ չեմ, այդ ավելի մեծ համակարգերում ինչա կատարվում, բայց լիքը գործ սպիտակուցի բջջի ներսում է սպիտակուցը անում։ Կարող եմ Մարիամի իմանա պատասխան։ Լավ տեղյակ չեմ։ Միանշանակ կան սպիտակուցներ, որոնք դուրս են գալիս բջջից, բայց հիմնականում իրանք բջջի կենսագործունեությունը ապահովելու համար են։ Իրականում 99% նրա այդ բջջում կատարվում է տեղի ունենում սպիտակուցների միջոցով։ Սպիտակուցները ոնց որ բջջի building block-երն են, էլի, առանց ցանկացած գործառույթ, բայց օրինակ, չգիտեմ, հեմոգլոբինը, որը առանձին բջիջ չի, այս սպիտակուցը, ինքը արյան մեջ իր համար պատտվում է, իր գործը անում է, որը ինչ որ բջիջներ արտադրում են, ենթադրում եմ եւ դուրս են գցում։ Ու համ ինքը դուրս է գալիս ընդհանուր կենսագործունեությունն է ապահովում օրգանիզմի, համ մնում են բջջի մեջ, այն նրանք, որոնք բջջի ներսում են անհրաժեշտ եւ բջջի ներսում են իրենց գործունեությունը իրականացնում։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ ուզում ասացի Մարիամը կիմանա, հիշեցի արյունը, ասի դե հաստատ արյան մեջ դուրս են գալի իրենց գործը անում։ Բայց արյունն էլ է չէ բջիջներից բաղկացած։ Այո, բայց կոնկրետ հեմոգլոբինը առանձին սպիտակուց է, ինքը բջիջ չի, ինքը սպիտակուց է, որը այդ երկաթի միջուկ ունի, որը թթվածի նվան է անում, եւ որ լավ տեղ չխորանամ, բայց հասկացա։ բաներն էլ, օրինակ իմունիտետի բաներն էլ բջիջներ էլ կան, առանձին սպիտակուցներ էլ կան, որոնք իմունիտետը առանձնացնեն, որոնք իրանք որպես սպիտակուց առանձին լողում են արյան մեջ։ Բայց այո, բնականաբար արյունը բջիջներ են ունի։ Ես չեմ հիշում, մենք ինչ որ նոբինարի ժամանակ խոսացել ենք իմունային համակարգի մասին, բայց չեմ հիշում կոնկրետ խորացել ենք հեմոգլոբին բան, թե չէ, բայց էլի հաստատ նոբինար կլինի ավելի խորը բանի մասին իմունային համակարգի, հավանաբար վակցինաների նոբինարի ժամանակ։ Okay, հələ մենք դեռ չենք հասկացած ցիրկադային ռիթմը ոնց է աշխատում, հետ դառնանք որ հասցնենք։ Ստե ինչ հասկացանք, որ այս փերսպիտակուցը գտան, որը 24 ժամվա ցիկլ ունի։ Հետո գտան իրան արտադրող այս mRNA-ը, որը գնում է այս period գենը որ կար, որ այս փերսպիտակուցը պետք է արտադրեր։ Այս mRNA-ը գնում է այդ տեղից վեկալում է այդ կոդը, տանում այս փերսպիտակուցը ստեղծում է։ Ու նաև տեսան, որ այս mRNA-ն է նաև ինչ որ ցիկլի 24 ժամը մեկ շատանում քչանում է ու իր պիկին հասնում է փերի պիկին հասնելուց մի քանի ժամ առաջ։ Իսկ այս սպիտակուցը գիշերն է հասնում իր ցիկլին, չեմ հիշում թե գրածա կոնկրետ ժամ թե չէ, բայց գիշերվա ինչ որ ժամին է հասնում իր ամենաբարձր տեղում, ամենաշատն է այս սպիտակուցից մեր օրգանիզմում։ Իսկ այս իր mRNA-ը մի քանի ժամ առաջ։ Ոստը կապերը զգացվում է, էլի, որ
okay, ինքը շատանում է, սկսում է արտադրել այս փեր սպիտակուցը մի քանի ժամ հետո այնքան է շատացած լինում, որ իր բանին է հասնում, պիկին է հասնում։ Ու այս ամեն ինչի արդյունքում եկան վերջնական եզրահանգման, որ ինչ որ բան կա, ոնց են ասում, հետադարձ ցիկլ կա։ Հեսա կասեմ այդ ինչ է։ Ստե նաև կարևոր բաներից մեկը որ գտան են է, այս ցախ նկարը նայենք, աչքը մի քիչ բարդ է, սա կհասկանանք։ Այս ցախ նկարում այս փոքր կլորը մեր բջջի մեջի միջուկն է, որտեղ DNT-ն է, հեսա տենում եք DNT-ն աստե, որտեղից այս RNT-ն է, որ այդ արտադրում է գալի կոդը վերցնում գնում արտադրում է սպիտակուց, սա տված որ գալի վերցնում է աստից կոդը, գնում է այս փեր սպիտակուցը արտադրում է միջուկից դուրս, բայց նկատեցին, որ այս սպիտակուցը մտնում է միջուկի մեջ, որ միջուկի մեջ նայեցին, տեսնում սպիտակուցից կա։ Այսինքն հարց է ասում, խիա մտնում հետ միջուկի մեջ էսի, էլի, ինչ անում միջուկի մեջ։ Հետո նկատեցին ուրիշ գեն, timeless անունով, այսինքն իրանք են դրա անունը timeless, չեն նկատել անունը, տեսան, որ այս գենի ոնց որ արտադրած սպիտակուցն էլ է նույն ձև 24 ժամվա ցիկլ ապրում։ Երկրորդ սպիտակուցը գտան, որ էլի 24 ժամվա ցիկլ ունի շատանալ, քչանալու։ Ու նաև գտան, որ այս թիմ սպիտակուցը, որը այս timeless գենից է արտադրվում, այդ իմացած երկրորդ սպիտակուցը կպնում է փերին։ Իրանք հասկացան, որ այս երկուսը կարող են կպնել իրար։ Ու այս ամեն ինչից հասկացվեց այդ մեխանիզմը ոնց է աշխատում։ Ուրեմն ինչա լինում։ Այս DNT-ից դուրս են գալիս այս RNT-ները։ Այս RNT-ները գնում են դրսում բջջի ներսում, բայց միջուկից դուրս արտադրում են այս սպիտակուցները շատանում են, ու նաև այս թիմ սպիտակուցն արտադրվում, ու ինչա լինում, ինչ որ պահի, երբ որ այնքան շատ են լինում իրանք կպնում են իրար ու մտնում են միջուկի ներս։ Առանձին չեն կարող մտնել, պետք է իրար կպնեն, որ կարողանան մտնել, ոնց որ միջուկը չի թողում, որ առանձին մտնեն։ Հիմա թե ինչ մեխանիզմ է աշխատում, ոնց չի թողում, այդ կարևոր չի։ Իրար կպնում, մտնում են ներս, ու մտնում են ներս ինչ են անում, այս եզակի բաներից է որ գտել են, մտնում են ու խանգարում են այս իրանց արտադրող RNT-ի ստեղծմանը, չեն թողում, որ այս գենը ակտիվանա ու արտադրի այս RNT-ն, որը գնալու է իրանց արտադրելու է։ Այսինքն իրանց արտադրելու վրա ազդում են, փակում են, բլոկավորում են իրանց արտադրելը։ Ինչ է ստացվում։ Այս գեները, այս սպիտակուցները արտադրվում շատանում են, արդեն ոնց որ գիշերվա ժամն է, ու ինչ որ պիկի է հասնում, որ արդեն միանում են իրար, սկսում են մտնել միջուկ են մտնում ու ստոպ են տալի արտադրելը, խանգարում են ու սկսում է քչանալ քանակը այդ սպիտակուցների։ Այսի հետ կոչվում է բացասական feedback ոնց է։ Հետ ազդանշանի հետադարձ կապ, հա, հետադարձ կապի ցիկլ, իրանք շատանում են, հետո մտնում են խանգարում են իրանց արտադրմանը, քչանում են։ Ու ինչքան էլ ֆանտաստիկ է, այս ցիկլը իրանց շատանալու քչանալու տևում է 24 ժամ, որովհետև ոնց որ մեր օրգանիզմը հորինել է այս ամեն ինչը, որ կարողանա գիշեր ցերեկին հետևի, ու էվոլյուցիայի ընթացքում բնականաբար պետք է գա 24 ժամ դզվեր, էլի, որ այս ամեն ինչը աշխատի։ Եթե ուրիշ ժամ լիներ, ուրիշ ժամանականակում այս ցիկլները կրկնվեր, օրվանից հետ կընկնեինք, ոնց որ Կարենն ասում, եթե 22 ժամ լինի քո ցիկլը օրգանիզմի, տենց ամեն օր 2 ժամ հետ ես ընկնելու, էլի։ Այսքանը պարզ էր, բայց էլի լիքը հարցեր էր մնում սրա հետ կապված, ու էլի ամեն ինչ էլի այս երկու գիտնականներն են շարունակե բացահայտել, փորձարկումներ են արել, որ այս թիմ timeless գենը, որ այդ թիմ սպիտակուցն արտադրում, երբ որ մուտացիա են անում, ցիրկադային ռիթմը լրիվ խանգարվում է, փչանում է ցիկլը, ու այդտեղից էլ հասկացան, որ այս թիմը էլի շատ կարևոր է, ու ոնց որ մնացած հարցերը, թե օքեյ ոնց են այս երկու սպիտակուցը գալի խանգարում իրանց արտադրմանը, պատասխանել է էլի 1998 թվականներից, այդ կոմերը ու մի քիչ հետո բացահայտել են
եւս 4 հատ սպիտակուց, որը այս գործընթացի մեջ դեր են խաղում։ Ոնց որ այս շատ սպիտակուցների պետք չի վախենալ, սա բացատրում եմ ինչա կատարվում։ Նախ այս երկու հատը կան, որը clock-ն ու cycle-ն են, ժամացույց եւ շրջան, չգիտեմ, շրջանակ։ Այս երկուսը ինչ են անում, երբ որ գալիք օգտվում են այս DNT-ին, այս հատվածին, որ այս սպիտակուցը պետք է արտադրել, ակտիվացնում է այդ DNT-ի հատվածը, որը արտադրում է այս RNT-ն, որ այդ սպիտակուցն է արտադրում։ Այսինքն այս երկու հատ սպիտակուցը նրա համար են, որ ակտիվանա այս փեր սպիտակուցը արտադրելու գենը։ Այդքան բան։ Իրենք ուրիշ բան չեն անում։ Ու երբ որ այս երկու հատը մտնում են բջջի մեջ, գալի այս երկու հատ սպիտակուցին են խանգարում։ Կպտում են այդ սպիտակուցներին ու չեն թողում, որ գնան այդ գենը արտադրեն։ Այս այդքան բան է, ուղղակի բացատրում է, թե ոնց են այս երկու հատը խանգարում իրանց արտադրմանը։ Այս երկու հատը գալի այս երկու հատին են կպտում, խանգարում են, չի ակտիվանում գենը, չեն արտադրվում։ Այդքան բան։ Այսքանից հարցեր, թե մյուս երկու սպիտակուցին անդրադառնամ։ Կուզենայի ավելացնել, որ սրանք ըստ երևույթին նրանց սպիտակուցների օրինակներ են, որոնք երբեք բջջից դուրս չեն գա։ Այո, որտեղ ուրիշտեղ գործել չունեն անելու առանձնապես։ Okay, thanks։ Հիմա այս DBT սպիտակուցը double time անունը, այս գենի, որը արտադրում է այս սպիտակուցը, այս նրա համար է, այս կանաչը, որ ապահովի 24 ժամը։ Ինչ է անում? Այս DBT-ն գալի կպնում է փերին ու վերացնում է փերին։ Մեր օրգանիզմը մի անգամ խոսացել ենք, որ կա հատուկ ուրիշ սպիտակուցներ, որ գալի կպնում են սրանց ու վերացնում են, ոնց որ վատ սպիտակուցներին վերացնում են։ Հիմա այս DBT-ն գալիս է, ասում է դու վատն ես, քեզ պետքա վերացնել ու վերացնում է այս փերին։ Ինչի համար է վերացնում, որովհետև ասացինք, որ այս փերը երբ որ շատանում է, ինչ որ պիկի է հասնում, արդեն սկսում են մտնել բջջի մեջ, միջուկի մեջ, բայց ոնց որ շատ արագ այդ պետքա չլինի, պետքա նենց անել, որ 24 ժամ տևի ցիկլը։ Դրա համար մի հատ այս DBT կա, որը ձեռի հետ եթե շատանում է վերացնում, եթե շատանում է վերացնում, ասում է stop, ժամանակը չի լը, հələ գիշեր չի։ Ինքը չգիտի լը գիշերա թե չէ, պրոստը իր գործն անում, գիտի, որ ինքը պետք է դանդաղացնի, որովհետև այս ռեակցիաները ավելի արագ է գնալու, եթե ինքը չլինի։ Որ ինքը դանդաղացնում է, այնքան որ մինչև 24 ժամ գա դզվի։ Ու նույնը այս մի սպիտակուցը, cry սպիտակուցը, որը գալի կպնում է թիմին, բայց ոնց որ ոչ թե վերացնում է այս թիմին, այլ լավ չեմ հիշում, ստե որ մասն է նկարագրում էտի։ Cry ուրես։ Ինքը չի լացում։ Անունը չեմ հիշում, խիա cry։ Թե վերացնում է, վերացնում է։ Okay։ Որսմա ինքն էլ թիմին է վերացնում, կարճ ասած ինքն էլ թիմի մակարդակն է դզում բջջի մեջ, բայց ամենակարևորը ստեն է, որ այս cry-ը ազդվում է լույսից։ Իսկ լույսի ազդեցության տակ ինքը կարա ակտիվանա, կարա պասիվանա։ Երբ որ լույս է լինում, ինքը ակտիվանում է, սկսում այս թիմերին վերացնել։ Ու այստեղից հենց գալիս է այդ մեխանիզմը, որ լույսը ազդում է ամեն դեպքում։ Այս գենետիկան կա, որ այս բջջում այս ամեն ինչը արտադրվում է 24 ժամվա ցիկլ է լինում, բայց նաև մի հատ այս cry-ը կա, որը կարգավորվում է լույսով իր ակտիվ пассив լինելը։ Իհարկե եթե լույսը չլինի, ոնց չի քանդվելու ամեն ինչ, այս ամեն ինչը այլ է աշխատելու է, պրոստը ավելի կարգավորում է լույսը այս ամեն ինչը, որ մի քիչ այս կոմարի, մի քիչ այն կոմարի, օրը կարճացել է, օրը երկարել է եւ այլն։ Այս ամեն ինչը կարգավորում է։ Չենք մոռանում, որ այս խոսում ենք հիմա մենք ճանճերից, ճանճերի օրգանիզմում է սենց։ Հեսա կանդանանանք մարդուց օրգանիզմում ինչն է մի քիչ տարբերվում, դա մարդը ավելի բարդ օրգանիզմ է, քան ճանճը։ Մի քիչ ընդհանրապես։ Էսի այդքանն է, ոնց որ նկարից հարցեր կա, թե բարձրային չէ կատարվում։ Okay, մի հատ շատ լավ օրինակ եմ ուզում բերեմ այս բացասական feedback-ի, որը բնության մեջ շատ հաճախ է հանդիպում։ Օրինակ մեր երկրորդ վեբինարի ժամանակ խոսում էինք, թե ոնց է մոլորակը իր միջին ջերմաստիճանը կարգավորում։ Ոնց արին որ չի շատանում, չի տաքանում շատ կամ չի սառում շատ։ Էլիս այս մի հատ feedback մեխանիզմ կա, որը նշանակում է ինչքան տաքանում է, այնքան սկսում է սառել։ Հետևաբար չի կարա շատ տաքանա, որտեղ որ շատ տաքանում է, ինչ որ բան առաջանում, որը սառցնում է իրան։ Հիմա մեր մոլորակի մոտ էդի լիք օրինակներ կա, բայց օրինակներից մեկը այն է, որ երբ որ տաք է լինում ջերմաստիճանը, շատ է օդը գոլորշի անում,
օդի խոնավությունը շատ է լինում, հետևաբար ամպեր շատ են լինում, ամպեր շատ է առաջանում տաք ժամանակ, խոնավ ժամանակ։ Երբ որ ամպեր շատ է լինում, ինչ է լինում, արևի ճառագայթները չեն հասնում երկիր, ամպերին ոնց որ խփում ու գնում են տեզերք, քիչ մասն է գալի մոլորակ ու ամպերը ոնց որ սառցնում են մոլորակը։ Ու երբ որ սառցնեն ինչ է լինելու, քիչ խոնավություն է լինելու, քիչ ամպեր է լինելու։ Որ քիչ ամպեր լինի ինչ է լինելու, տաքանալու է։ Որ տաքանա ինչ է լինելու, շատ ամպեր է լինելու։ Ու ոնց որ sense ցիկլը շարունակվում է, էլի, ինչքան տաքանում է, սառցնող բաները շատանում են, ինչքան սառում է, քան տաքացնող բաները շատացնում են։ Հիմա նույն բանը ստեղ է կատարում, ոնց որ ինչքան շատանում են այս փեր սպիտակուցները ու թիմ սպիտակուցները, այնքան գնում են իրանք ներս ու իրանք խանգարում են, որ էլ չարտադրվեն ու քչանում են։ Ու այս ցիկլը քչանալ շատանալու 24 ժամ է տևում։ Ու ընդհանուր անունը սրա այս մեխանիզմի, չեմ որ դա գրած, հեսա TTFL transcription, translation, feedback loop։ So transcription-ը այն մասն է, որ DNT-ից RNT-ը արտադրվում, translation-ը այնա, որ RNT-ից սպիտակուցն է արտադրվում, այս feedback loop-ն էլ դե ասացի։ Կարճասը այս մեխանիզմը հայտնաբերելու համար են այս գիտնականները ստացել Նոբելյան մրցանակ։ Բայց դեռ չենք ավարտում։ Այստեղ գալիս է ուրիշ բաներից է, արդեն ուրիշ օրգանիզմներից է խոսում, թե ուրիշ օրգանիզմների մոտ ոնց է։ Ոստե հետարքիր մասեր կա։ Իհարկե եք մեր նայած վիդեոները փակեմ, որ մնացած մասերը ցույց տամ, հետարքիր, չխառնվի։ Okay։ Այստեղ խոսում է ինչ են ասում, մամուլը հայերենից է, կատնասում, կատնասումների մոտ ոնց է լինում ու նշում է, որ այս ուսումնասիրում է Փափազյանը, ես չգիտեմ Փափազյանը հայ է թե չէ, բայց նայեցի ոնց որ անունը Ռոմեո Փափազյան է, բայց ոչ մի բան չկա, նյութ չկա իր ազգության մասին, չգիտեմ ով է։ Ամենայն դեպս ինքն է ուսումնասիրում հիմնականում այս թեմաները։ Բարքյանեք։ Ասում եմ ոնց որ բույսերի մոտ էլ է նմանատիպ մի բան կատարվում, բայց հետարքիրը այն է, որ այս սայանոբակտերիան, որը իդեպ մեր մոլորակի առաջին բակտերիաներից է, առաջին օրգանիզմներից է, որը արտադրել է թթվածին, իրանց շնորհիվ է մոլորակի վրա առաջին անգամ սկսել թթվածին լինել, որովհետև ֆոտոսինթեզ են անում։ Ֆոտոսինթեզը ինչ է, որ ֆոտոնները, լույսի այդ ֆոտոնները վերցնում են ինչ-որ օրգանական նյութեր են դրա շնորհիվ սարքում, այս դեպքում թթվածին են իրանք սարքեն։ Ու այս սայանոբակտերիան գալիս է այս սյան գույնից, երևի սյան գույնը գիտեք, որ Google-եք, տապտա կանաչ գույն է, որտեղ այդ գույնի են ոնց որ ու իրանց մոտ ինչն է հետարքիր, որ իրանք ունեն ցիկլ, բայց իրանց ցիկլը այս DNT-ով չի ապահովում, այլ ուղղակի սպիտակուցներով։ Ինչ որ մի քանի սպիտակուց կա, որ իրար հետ ազդում են, ու իրանց այդ ազդելու գործընթացների ցիկլը էլի 24 ժամ է։ Այսինքն հնարավոր է նույնիսկ ցիրկադային ռիթմ ստանալ առանց այս բարդ DNT, RNT եւ այլն այս թեմաները, ուղղակի մի քանի հետարքիր սպիտակուցների իր հետ փոխազդող, որից ցիկլը 24 ժամ է տևում։ Ու այս բանը իրանք կրկնել են այս in vitro նշանակում է լաբորատոր պայմաններում այս սայանոբակտերիաների բաները, ժամացույցները, ասենց ասած ստուգեր են։ Ու նաև ասում է, որ հնարավոր է, որ կատնասումների օրգանիզմում էլ կան ինչ-որ տեղեր, որ մենակ սպիտակուցներով ինչ-որ ցիրկադային ռիթմեր կա ու այս DNT-ը չեն խառնվում իրար։ Ստե սայանոբակտերիայի մասին ոնց որ էլ բան չկա։ Անցնենք մարդկանց։ Երևի ամենահետաքրքիրը մարդն է։ Ուրեմն, մեմի երեխեքը կիմանան այս անունը, suprachiasmatic nucleus-ը, որը ռուսերեն suprachiasmatiskaya ядра է կոչվում։ Հայերեն չգիտեմ, երևի նույն ձև է, suprachiasmatic միջուկ։ Ինքը ուղեղում մի հատ փոքր հատված է։ Հեսա ցույց տամ նկարը։ Ուրեմն, այստեղ կանանչը,
այս հատվածը շատ փոքր եթե տենում եք, այս մասն է, սուպրաքիազմատիկ միջուկն է, որը մեր ներքին ժամացույցն է։ Ինքն է պատասխանատու, թե ժամը քանիսն է մեր օրգանիզմի համար։ Այս կապույտով նշված է հիպոթալամուսը, որը ուղեղի այն մասն է, որը այս ամեն ինչը ոնց որ կարգավորողն է, ոչ գիտակցական մասեր, ասենք քո մարմնի ջերմաստիճանը ոնց է փոխվելու, սովածության զգացողությունը ոնց է փոխվելու, ճնշումը ոնց է փոխվելու, չգիտեմ, ինչ կան, դե չեմ հիշում։ Կարծում եմ, ինչ որ պրոցեսներ օրգանիզմի այս մասն է կառավարում, ու այս սուպրաքիազմատիկ միջուկը դրա մեջ է գտնվում, էլ այս իր մի մասն է։ Խիա կոչվում սուպրաքիազմատիկ, որը էլի գալիս է հունարենից, սուպրա նշանակում է վերև, քիազմա նշանակում է խաչմերուկ, խաչվելու տեղ, ու ինքը գտնվում է այս կարմիր բանի վերևում, այս կարմիր բանն էլ խիազման է, որը մեր երկու աչքերից, երբ որ նյարդերը գնում են ուղեղ, ինչ որ միտեղ հատվում են, որ այդ ինֆորմացիայով փոփոխվեն, էլի, որտեղ երկու աչքով որ մենք նայում ենք, երկու տարբեր բան չենք տենում, մի բան ենք տենում, պետք է այդ ինֆորմացիան մեր ուղեղը մշակի, էլի, երկու աչքի տեսածը, կարճ ասած, այդ հատման կետի վերևում այս մասն է։ Ինչ որ մեկը կարա գուշակի խիա այդ մասում կոնկրետ։ Ինձ թվում է, պետք է որ ակնհայտ լինի պատասխանը։ Ինչ կապ ունի ներքին ժամացույցը աչքերի հետ։ Լույսի ընկալման հետ չի կապում։ Ճիշտ է։ Շատ հեշտ պատասխան։ Մերսի։ Մեր սուպրաքիազմատիկ միջուկը կարգավորվում է լույսով նաև։ Իր մեջ այս ամբողջ ինչ գործընթաց նկարագրում էի, որ ընթանում է այդ սպիտակուցներ արտադրվել, բանում այդ ամեն ինչ լինում է, բայց այն որ ցույց տվեցի քրայ սպիտակուցը կար, որը լույսից էր ազդվում, այս դեպքում նմանատիպ սպիտակուցներ կա, որոնք ազդվում են մեր նեյրոններից, ու այս նեյրոնների ազդանշանը գալիս է աչքերից, դե աչքերն է։ Աչքերից լույսը երբ որ ընկնում է, գալիս է այդ հատված, այս սուպրաքիազմատիկ յադրային ասում է այսքան լուսավորություն կա իմաստ է։ Ու ըստ դրա այդ սպիտակուցները ընդ շատանում են, քչանում են, ու այդ ժամանակը կարգավորվում է։ Ու նաև կարևոր աստ է, որ ցանկացած լույս չի, որ ազդում է, այդ կապույտ սպեկտրն է, արևից եկող ազդում այս ժամացույցի վրա, ու դրա համար այն ասում, որ պետք է հեռախոսի կապույտ լույսի ֆոնը անջատել գիշերները գոնե քնելուց առաջ, որովհետև ոնց որ արևի տպավորություն է թողում, երբ որ դու քնելուց առաջ այս պահում ես աշկերիդ առաջ, քո այս ուղեղը մտածում է, որ արև է, առավոտ է, ու իր ժամացույցը հետ է գցում, որ ուրեմն ես ոնց որ մտածում եմ ես եմ խառնել, ուրեմն հիմա հələ ցերեկ է ու ժամացույցը հետ է գցում։ Կարծես այդ շատ կարևոր է լույսի սպեկտրը։ Վերջում մի քանի խորհուրդներ տարբեր տեղերից, գրքերից որ կարդացել եմ, թե ինչ կարելի է անել այս ժամացույցը առաջ հետ տալու համար, կքննարկենք։ Սրա մասով ինչն է կարևոր, այս սուպրաքիազմատիկ միջուկը մենակ բանն է, սինխրոնացնելու համար է մեր մնացած ժամացույցները, որտեղ ոնց ասացինք, մեր բջիջները ունեն իրենց ժամացույցները, մեր բոլոր բջիջներում, համարյա բոլոր, ոչ բոլոր բջիջներում կա այդ իմ ասած սպիտակուցների մեխանիզմը, որ ամեն բջիջ իր ժամացույցը ունի, ամեն բջիջ գիտի որ ժամին ինչ անում։ Բայց այս սուպրաքիազմատիկ միջուկը ոնց որ այդ ամեն ինչը կարգավորում է, ազդանշաններ է ուղարկում, սինխրոնիզացնում է, էլի։ Սինխրոնիզացնում բերում է մի բան, եթե մեկը մի քիչ առաջ ընկա, մեկը մի քիչ հետ գնաց, իրանց դզում է, նույնը հակառակ պատասխաններ կա, ամեն մի ժամացույց մեր օրգանիզմի հետ պատասխան է ուղարկում նաև այս մասին, որը ինքը իրան է դզում մնացածի հաշվին։ Կարծես թե երկկողմանի շփում կա, էլի, համ ամեն բջիջի ժամացույցի մեջ, համ մեր ուղեղի գլխավոր մաստեր ժամացույցի մեջ։ Շփվում են իրար հետ, որ վերջում ճիշտ եզրահանգման գան։ Այստեղ հետաքրքիր էլի բառերի մասին, որ Իվարկյան որտեղ էր դա սինխրոնիզացնել քրոնոս։ Ինչ որ այս ամեն ինչը սինխրոնիզացնելը քրոնոս բառից է գալի, որը հունարեն է ժամանակ է նշանակում, ու սինխրոնիզացիան, որ ժամանակները համապատասխանացնել ու ստեղել
էլի որ այդ գենի անունը չեմ գտնում, կարծես Chronos ժամացույցը բառից էլի գալի։ Լսած կլինեք, որ ասում են chronologian պատմի դեպքերի, ժամանակագրությունը այդ Chronos բառից է։ Okay։ Ըստ հոդվածի վերջին մտքերը ասեմ ու անդրադառնանք մի հատ գրաֆիկի։ Երևի 10-15 րոպեից կպրծնենք։ Ու այս ցիրկադյան ժամացույցը օգնում է մեր ամբողջ օրգանիզմի ոնց որ օրինաչափություններին, թե երբ պետք է ես քնեմ, երբ է քնելու ժամը եկե, երբ դի հաց ուտեմ, հորմոնների արտադրությունը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը եւ այլն։ Նաեւ հակառակն է։ Քո հաց ուտելու բանից տեմպից, ոնց ասեցինք, քո ժամացույցն է փոփոխվում։ Եթե դու գիշերվա ժամին հաց ես ուտում, քո ժամացույցը առաջ է ընկնելու, ոնց որ մտածելու հələ առավոտ է։ Եթե դու գիշերը քնելուց առաջ մարզվում ես, ֆիզիկական ակտիվությունից, էլի է սպիտակուցների քանակները լրիվ փոխվում է, էլի, որտեվ իրար ազդանշաններ են ուղարկում, ու էլի ժամացույցը սխալվում է։ Երբ որ ջերմաստիճանն է շուրջը սխալ լինում, էլի խառնվում է սաղ իրար, որտեվ ոնց ասացիք, երկու բան է երկրի վրա փոխվում, ջերմաստիճանն ու լուսավորությունը։ Մենք մենակ ասացինք լուսավորությունից է կախված ներքին ժամացույցը, բայց նաև կախված է ջերմաստիճանից շրջակա միջավայրի։ Դե բնության մեջ ապրող մարդու համար ջերմաստիճանը միշտ նույնն է եղել, էլի, ոնց բնությունը թելադրել է ջերմաստիճանը, տենց էլ եղել է, բնությունը ասում է, որ պիտի գիշերները ցուրտ լինի, ցերեկները տաք լինի։ Հետեւաբար եթե ցուրտ է, ուրեմն գիշեր է, եթե տաք է, ուրեմն ցերեկ է։ Կարծես թե դա ամենին ուշադիր է պետք լինել։ Ու հորմոններից է խոսում, որ էլի հորմոններ կա, որ մեր բանով է, ոչ թե մեր գլխավոր ժամացույցով, այլ մեր ամեն մի բջջի ներսի փոքր ժամացույցի հիման վրա են որոշում, երբ պետք է արտադրվի։ Ու ինչի համար ամենագլխավոր հարցը, ինչի համար է տրվել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ էս ամեն ինչին, ոչ թե չգիտեմ քիմիայի ոլորտում, որտեղ այս ամեն ինչը ուղիղ կապակցված է լիքը հիվանդությունների հետ։ Մի հատ պատկերացրեք մարդ, ով ունի մուտացիա ինչ որ գենում, որը այս ցիրկադյան ռիթմերի համար է պատասխանում, ասենք փեր սպիտակուցը արտադրող գենում սխալ լինի, ինչ է լինելու։ Այդ մարդու ցիրկադյան ռիթմը լրիվ խառնվել է, ու կան տենց մարդիկ, որ շատ խառնված է իրենց ցիրկադյան ռիթմը, կամ կարճացած է ցիրկադյան ռիթմը, կամ երկարած է, ու ոնց որ իրանք լուրջ խնդիրներ ունեն քնելու հետ կապված։ Նաև այս խնդիրները առաջանում է հյուսիսում ապրող մարդկանց մոտ, երբ որ իրենց մոտ միշտ լույս է ցերեկա, ու էլի լիքը խնդիրներ ունեն, լիքը բանը տեղեր են իրանք օգտագործում այս ցիկլերը կարգավորելու եւ այլնի համար։ Ու այս քնի խնդիրները առաջացնում է լիքը հոգեկան խնդիրներ, դեպրեսիաներ, հիշողության խնդիրներ, հազար ու մի բան, ու լիքը բաներ են մտածում գիտնականները, մեթոդներ այս ամեն ինչը բուժելու համար, այստե chronobiology ու pharmacobiology կա, որոնք դեղեր են սարքում կամ այդ DNT-ի փոփոխություններ անել, չգիտեմ, հազար ու մի բան կա, որոնց լավ ծանոթ չեմ։ Թերապիաներ կա լուսային, ասենք քո ռիթմը տեղը բերելու համար հատուկ այդ կապույտ լույսով թերապիաներ են անում, հատուկ ժամի, հատուկ քանակությամբ լույսի է նայում, որ այդ սպիտակուցները արտադրվեն, այդ ռիթմը հետ գա։ Այդ տենց այստեղ գցեմ մյուս էջին։ Այս հետաքրքիր տեսուց ցույց տայի, բայց հիմա ցույց տամ։ Կենթանիների վրա որ փորձ են արել, այս իրանց ակտիվության ցուցանիշն է, որտեղ մուկ սև է, ոնց որ հենց իրանք շարժվում են, ըստեղ գծվում է մուկ սևով, ու այս գրաֆիկի մեջ ամեն մի տողը մի օր է, ու ժամերով sense գնում է, էլի։ Ու փորձարկել են, այս կենթանուն դնում են միշտ մութ վայրում, ու ինչ է լինում, իր ցիրկադային ռիթմը սկսում է հետ ընկնել։ Ասենք առաջին օրը այս ընթացքում է ինքը ակտիվ եղել, հաջորդ օրը մի քիչ հետ անգնում, մի քիչ հետ անգնում, հաջորդ օրը քիչ հետ անգնում, ինչ որ ժամանակ հետո ոնց որ մի օր հետ անգնելու իր ցիրկադային ռիթմը գալու է դզվի, բայց էլի ամեն օր ինչ որ ժամանակով հետ անգնում, բայց երբ որ նորմալ լուսավորության մեջ են դնում օրվա կեսը լույս կեսը մութ, ծոր sense հավասար էթում է, էլի այդ լույսը ապահովում է ճիշտ սինխրոնիզացնում է ժամանակները, ասենց սիրուն ամեն օր նույն ժամին իր մոտ ցերեկա, նույն ժամին գիշերը, իսկ քնել ակտիվ չլինել։
Այս գրաֆիկները կոնկրետ սիրուն ցույց են տալի, էլի, հետ են գնելը։ Նաև ինչի համար է շատ կարևոր, ոնց որ այս լույսային ազդեցությունը բացասական կողմ չի մենակ, նաև շատ դրական կողմ է, որ երբ որ պատկերացրեք բանը փոխվում է, ինչ են դրան ասում, ժամանակի գոտին, ասենք գնում ես Ամերիկա 8 ժամ հետա, խեն ասում jet lag-ա մոտդ, որովհետև քեզ թվում է հա դե ցերեկա պետք է որ լավ լինեմ, բայց իրականում քո օրգանիզմի համար գիշեր է, ընդհանրապես կապություն ունի դու զարթում ես, քո օրգանիզմում հիմա լիքը այդ սպիտակուցներից կա ու իրանք թույլ չեն տալի այն ամեն գործընթացները իրականանան, ինչ որ պետքա իրականանային գիշերը։ Ու լրիվ խառնվում է քո ցիրկադիան ռիթմը։ Բայց ոնց է դզվում, ցույց են տվել, որ ամեն մի օր նոր գոտիում ապրելու մի ժամով գալի դզում է քո ցիրկադիան ռիթմը, իսկ երբ որ դու 8 ժամ այն կողմ ես գնացել գոտիով, ասենք Ամերիկայից գնաց, չգիտեմ 12 ժամ անդե երևի, լավ 12 ժամ հետ ես գնացել, քեզ պետքա 12 օր, որ քո ռիթմը հետ գա։ Իհարկե դա էլի լուսավորությունից լիքը բան է կախված, պետքա օրվա լուսավորության հետ գնաս, որ տենց արագ հետ գա։ Բայց կարճ ասած, այս լուսավորության ազդելը թույլ է տալի, որ շարժվի այս քո ցիրկադիան ռիթմի ցիկլերը այս կողմ այն կողմ։ Նաև հիվանդություններ կա, երբ որ մարդիկ չեն ադապտացվում նոր գոտուն, ասենք որ գնան Ամերիկան, քանի տարի ուզում անցնի, իրանց ռիթմը չի դզում, իրանք միշտ վատ են, իրանց համար միշտ գիշերը ցերեկը միշտ գիշեր է, ու տենց խնդիրներ է առաջանում, լույսը չի կարգավորում, որովհետև այդ պրոտեինների խնդիր ունեն իրանք։ Նաև որ գրքի մեջ կարդում էի, ասում է այդ մարդկանց տեսակներ կա, գենետիկորեն, մարդկանց տեսակներ, որոնք գիշերվա կողմ են ավելի ակտիվ լինում, մարդկանց տեսակներ ցերեկվա կողմ են ավելի լինում, այդ գիշերվա մարդկանց անվանում է այդ հեղինակը գրքի բու, իսկ առավոտվա մարդկանց չեմ հիշում, ժավրնկի ռուսերեն ասում, այլն չգիտեմ։ Կարճ ասած, դա գենետիկան էլ կապ ունի, էլի դու առավոտները առույգ մարդկանցից ես, թե իրիկունները տենց գործանող մարդկանցից ես։ Ու նաև ինչ որ տեսություններ կա, որ այդ մեր նախնիներից է գալի, որ ինչ որ մաս մարդկանց գիշերներն են բանարը պահակ եղես հենց ասած, ինչ որ մարդիկ գիշերները քնել են, ու տենց ինչ որ գենետիկորեն բաժանվել է, էլի տարբեր տեսակի մարդկանց։ Տենց մի հատ վերջին գրաֆիկը, տենց սիրուն գրաֆիկա, մեր օրվա ընթացքում տարբեր հորմոնների ու բաների, ասենք ջերմաստիճանը։ Այս գիշերվա ընթացքում ցածր է լինում քո մարմնի ջերմաստիճանը, երբ որ առավոտը գալիս է բարձրանում է։ Խի է բարձրանում, որովհետև օրգանիզմի կենսաբանական ժամացույց ասում է առավոտը պետք է ջերմաստիճանը բարձրացնել։ Բարձրացնում է, այդ գիշերը այդ քնելու ժամին արդեն իջացնում է լինում ձև։ Կորտիզոլը, որը այդ առողջության զարթնելու ստրեսին է հորմոնն է, տենց առավոտվա ժամին իր պիկին է հասնում, հենց զարթնում ես, տենց կորտիզոլը երկնքում է։ Տենց օրվա ընթացքում կամանց իջնում է, մինչև մյուս առավոտ, որ էլի բարձրանա։ Մելատոնինը բանն է, քնելու հորմոնն է, որը ոնց որ քնելու ժամանակ sense պիկերով բարձրանում է, խորոքուն ես մտնում, հետո էլի իջնում է, ոչ խորոքուն եւ այլն, ու օրվա ընթացքում դա չի փոխվում, եթե իհարկե մութ տարածություն չես մտնում կամ տենց ֆիզիկապես քիչ ակտիվ ես։ Բանը, չոր աճելու հորմոն, չգիտեմ ես ինչա, բայց էլի ոնց որ զարթուն ժամանակ հիմնականում չկա, գիշերն է ոնց որ շատանում ու տենց քո բջիջները սկսում են շատանալ, ոնց որ աճում ես, կոպիտ ասած։ Ու sense են կապույտը չգիտեմ, պոտասիումը ինչա, ամենայն դեպս, այս լավ կայք է, որ լավ լիքը խորհուրդներ է տալի ցիրկադիան ռիթմը դզելու համար ու լիքը բան ռեկլամ է անում։ Ու կարելի է մի քանի կետը նայել, որ պետքա ճիշտ ժամի քնես, միշտ նույն ժամին քնես, նույն ժամին զարթնես, որ ռիթմը սովորի դրան, որ միջև մոլեկուլային պրոտեինների մակարդակ տենց սովորի էլի։ Այսի հետ Այո, Սոֆիա ջան։ Մի հատ բան հիշեցի, այստեղ նաև կարևոր է, թե ոնց է մարդ քնում, չէ, քնի ինչ խորությամբ է քնում, քնի փուդեր կար կարծեմ, առաջինով է, երկրորդով է, երրորդով է, ինչքան խորն է քնում, ոնց որ դրա որակից կախված է ինչքանով էս հորմոնները նորմալ կարտատիվ են ու քննարկվի։ Դա ոնց որ շատ
մանրամասն ինքս էլ չգիտեմ, թեթև լսել եմ, ուզում եի իմանալ դուք այդ մասին ինֆո ունեք։ Հա, ոնց որ այդ էլի երևի հավանաբար դրա մասին Նոբելյան մրցանակ կա, բայց կարճ կարելի ասել, որ հիմնականում բաժանում են 4 կամ 5 մասի քնելու ռեժիմները, տենց խորությունից կախված, խորոքուն ու ոչ խորոքուն, ու ոչ խորոքնում ենք երազներ ենք տենում ու կոչվում է աշկերը շարժելու փուլ, ոնց որ որտեղ երազ տենալու ժամանակ աշկերը շարժում ենք մեկ, եթե ուշադիր լինեք կտենաք մարդկանց մոտ։ Ու ոնց որ այդ հա բաներից կախված փուլերից կախված տարբեր բաներ է օրգանիզմում լինում ու դրա հիվանդություններ էլ կա, որովհետև տարբեր պայմաններից կախված քո մոտ կարա խորոքունը շատ լինի ու ոչ խորոքունը շատ լինի ու խորոքունը պատասխանատու է, ասենք, հիշողության ոչ պիտանի մասեր օրինակ մաքրելու համար, իսկ այս ոչ խորոքունը երազ տենալը ավելի շատ ինֆորմացիան մարսելու, իրար խառնելու, չգիտեմ, նոր մտքեր բերելու, կարծես ինֆորմացիան տեղավորումը ուղեղից մեր սիրուն։ Այդ ամեն ինչի հարաբերականությունից լիքը բան է կախված, նաև օրգանիզմում հորմոնների արտադրության եւ այլն։ Ու հա ոնց որ շատ ավելի բարդ է, թե որ մի փուլից ինչքան պետքա լինի, որ դու քեզ լավ զգաս։ Ու եթե մեկը շատ է լինում, մեկը քիչ է լինում, խնդիրներ առաջանում։ Մենք տենց հայտնի օրինակներ կա, որ երեխեքին շատ է պետք ոչ խորոքունը, բայց երբ որ ասենք շատ խանգարում է ոչ խորոքնին ալկոհոլը, ու երբ որ դու ալկոհոլ ես անդադ օգտագործում, այդ ոչ խորոքնի փուլը քո մոտ վնասվում է ու լիքը խնդիրներ առաջանում։ Նույնիսկ երբ որ երեխա կերակրող մայրերը ալկոհոլ են օգտագործում կամ երեխուն են ալկոհոլ տալի իբր լավ քնի, եկամ շատ վատ է լինում, որտեվ երեխու համար շատ կարևոր է այդ փուլը ոչ խորոքնի ու տենց լիքը խնդիրներ է առաջանում, կարող դաժե հիվանդություններ առաջանա ուղեղի։ Ինձ թվում էր բոլորին պետքա խորը միայն խորը քնի փուլը ու մնացած թեթև փուլերը այդ լավ չի։ Լավ, օքեյ, մերսի, թեման մի հատ տեսնում գնամ, մերսի։ Դրա մասին հաստատ նոբինար կարծեմ։ Այսքան բան որ ասում եմ, հիմնականում կարդացել մեջ լավ նկարագրում է ամեն ինչ էլ, այս քնելու հետ կապված։ Կներեք, կարծեք այդ որ գրքին եք refer անում, ամենասկզբից չեմ միացել, կարող է դրա համար չեմ հասկանում։ Matthew Walker-ի բանը Why We Sleep։ Why We Sleep, yeah, շնորհակալություն։ Ես ռուսերեն եմ կարդացել, Zачем мы спим։ Okay։ Արտուր այդ վեբսայթը գտել է chat-ում։ Իհարկե։ Ամ բան, այնտեղ post անես։ Okay։ Այնտեղ էլ կանեմ։ Այնտեղ էլ դնեմ։ Կարծես 20 քանի հատ 20 հատ խորհուրդ է տալի ինչ անել։ Ասում է որ պետքա ցանկալի է, այսինքն պետքա որ այստեղ ցանկալիով է, ցանկալի է առավոտ արևածագի հետ հելնել քնից ու նայել արևին, այսինքն կոնկրետ պետք է արևին նայել, աշկերը կվնասեք, բայց նենց անեք որ ընկնի աշկերի վրա ու կարևոր է, շատ կարևոր է որ արևը ընկնի, ոչ թե չգիտեմ, հեռախոսի լույսի մեջ լինեք կամ լամպի լույսի մեջ լինեք, որտեվ կարևոր է այդ կապույտ սպեկտրը լինի լույսի ու այդ գրքում լավ նկարագրում է որ հեսա նոր բաներ է դուրս գալու, տեխնոլոգիաներ, որը լամպերի լուսավորության ավտոմատ կարգավորելու համար է, պատկերացրեք ձեր տան լամպը նենց է կարգավորված, որ օրվա լույսի հետ գնա, այսինքն ոնց որ քո աչքի լուսավորությունը չխանգարի, նենց լուսավորությունը փոխվի օրվա ընթացքում, որ ուղղակի համար լրիվ օքեյ լինի, ոնց որ դրսում ապրելուց լինես, տենց լամպեր պետք է, ոնց որ պիտի որ մարդիկ տենց բիզնեսներ սկսեն, ու այդ գրողը այդ գրքի Google-ում է աշխատել ինչ որ ժամանակ, որպես քնի մասնագետ, ու տենց աշխատողներին քնի խորհուրդներ են տվել, master class-ներ են արել եւ այլն, որտեղ ուտեսել են տենց արդյունավետությունը ահավոր բարձրանում է մարդկանց, երբ որ տենց ճիշտ են քնում, ճիշտ ռեժիմով կամ 1001 ինչքան խորհուրդներ կա, կարծես Google-ում քնի մասնագետներ կան էլի։ Okay, ստե ասում եք առաջինը օրվա լույսի մեջ մտեք 10-15 րոպե, 20 րոպե, ոչ թե սենյակում մնացեք կամ հեռախոսի մեջ մտեք, ինչ որ այս լուսային թերապիայով լամպերի մասին է խոսում, որ հավանաբար արդեն ստեղծել են այս լամպեր, որ ճիշտ են լուսավորում սենյակը, ակնոցներ հատուկ կարելի ինչ որ թերապիաների համար,
ուստի այդ ակնոցները ռեկլամանում ենք էլի։ Նաև ինտերնետ գնաց եկավ։ Գրքում ասում է, որ եթե ուզում ես սկսես շուտ քնել, ոչ թե ուշ, կարաս ոնց որ առավոտները, ասում յոպե։ Կարծես այդ առավոտները ինչքան շուտ հելնես լույսին նայես, այնքան քո ժամանակը հետ է անգնելու, իսկ գիշերը ինչքան շուտ մթանա քո մոտ, այնքան ժամանակը էս կոմա գալու ու կարաս ակնոցները մուկ օգտագործես, ասենք իրիկունները մուկ ակնոց դնես, որ արդեն գիշեր քո համար լինի, էլի, եթե չես կարող օրինակ սենակի լույսը անջատես, օքեյ մուկ ակնոց դիր, գոնե ինչ որ չափով կքչացնի լույսի քանակը, այնց մի քիչ ժամանակը հետ կընկնի։ Այսպես դες լիքը դրուկներ կա։ Ու նաև կարևոր է ջերմաստիճանը։ Շատ կարևոր է։ Դու պետքա բնության ջերմաստիճանի հետ փորձես շարժվել, գիշերները ցուրտ, ցերեկները տաք ու խորհուրդ տրվող ջերմաստիճանը քնելու համար, որ սենյակում քնես 18 աստիճանն է։ Ամենալավ ջերմաստիճանը պետքա սենյակում լինի 18 աստիճան, դու այդ ջերմաստիճանի տակ քնես։ Ու նաև ոնց ասեցինք, իհարկե դա շատ խիստ չէ, կարող մի քիչ էս կոմենկոմ լինի, կախված ինչ վերմակով է, ինչ սենյակ է, ինչ կառավատ է, ինչ բան, ինչ շորեր ես հագած եւ այլն։ Բայց նաև կարևոր է մարմնի ջերմաստիճանը, որտեվ դու չես կարա բարձր ջերմաստիճանով քնես, քո մարմնի ջերմաստիճանը պետքա իջնի, որ քնես, դրա համար զգացած կլնեք ձեր վրա, երբ որ ուզում եք քնեք, օրինակ ոտքի մի մասը դուրս եք հանում վերմակից կամ ձեռքի մի մասը, այտենց հաճելի է լինում այդ պահը, որովհետև մեր ամենաբան մասերը, էներգիա տաքություն արտաբերող մասերը այդ վերջույթներն են, ոտքերի թաթերը, ձեռքերի թաթերը, գլուխը եւ այլն։ Դրա համար ոնց որ ցանկալի է մի քիչ դրսում պահել ոտքերի թաթերը, ձեռքի թաթերը, որ շուտ սառես, ասենց ասած, որ կանաս շուտ քնես։ Նաև լիքը մարդ բարձր ջերմաստիճանով չի կարող քնի ու տենց իրան ինքը մտածում է ուրիշ պատճառներով չի կարող քնես, խնդիրը բարձր ջերմաստիճանն է, էլի սենյակի ու իրա։ Համ պետքա դու սառը լինես, համ սենյակը։ Նաև դրա համար քնելուց առաջ խորհուրդ է տրվում լոգանք ընդունել, որտեղ լոգանք ընդունելուց ոնց որ մաշկիտ բաները ծածկույթը ավելի լայնանում է, ավելի արագ է ջերմաստիճանը բաց թողում ու ավելի արագ է սառում ու դաժե կապ չունի տաք ջրով ես լողանում, թե սառը ջրով, ուղղակի պետքա որ օրգանիզմի մաշկը լայնանա, որ շուտ ջերմաստիճանը բաց թողի։ Կարծես դա տենց մի քանի խորհուրդ։ Դրսում հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք, որ ճիշտ լույսի, բնական լույսի process-ով գնաք։ Եթե օֆիսում եք պատուհանի մոտ նստեք, չգիտեմ, ինչա, ինչ որ արևածագի ու մայրամուտի հետ էր։ Առավոտները ասում է պետք չի դնել ակնոցներ, որ լուսավորությունը քչացնի, գիշերները քնելուց առաջ վարժություններ մի արեք, ակտիվ մի եղեք, այդ կալորիաները ընդունները կարգավորեք, որ էլի քնին չխանգարեն։ Հետաքրքիր չէ։ Էլի ինչ որ լույսի բանել, սպեկտրի հետ է կապված հավանաբար ինչ լույս պետքա լինի։ Բայց էլի լուղ չենք անի, ասկեն որ խորանանք անենք, բայց ժամանակ չկա այդքանը կարդալու։ Այս կապույտ լույսից է խոսում, որ կապույտ լույսն է ազդում, պետքա ոնց որ հեռախոսների վրա անջատել գիշերները գոնե կամ ակնոցներ կամ ուրիշ բան դնել, որ այդ լույսը պահում է։ Դրա մասին է խոսում։ Չգիտեմ ինչ սիրուն գրաֆիկա։ Էլի նույնը համակարգչի մասին է խոսում։ Ու լիքը ծրագրեր է առաջարկում ինչ որ օգտակար։ Ու էլի կարևորը որ պետքա սենյակում մութ լինի, հնարավորինս մութ, նույնիսկ ինչ որ մի հատ լույսի կետ, չգիտեմ, զարադաշնիկի վրի լույսը կարա խանգարի։ Ու նաև հետարքիր է նա, որ մեզ թվում է մեր աշկերը փակում ենք ինչ պետք է լինի, բայց կոպիտակով լույս անցնում է, եթե չեք նկատը, ասենք աշկերը փակեք, հեռախոսի լույսը պահեք աշկերի վրա կամ արևին նայեք, կտենաք որ լույսը տենում եք, էլի զգում եք որ լուսավորությունը փոխվել։ Ու տենց է որ քնած ես աշկերդ փակա, արևը դուրս է գալի, մեկը այդ լույսը գալիս է կոպերի տակով
օրգանիզմը ոնց որ այդ սուպրաքիազմատիկ մասին հասնում է էլի լուսավորության չափը, հենց որ կոպերը լուսավորությանը չեն խանգարում։ Ու մեկ էլ ասում է sleep mask կարող օգտագործեք, էլի առաջարկում առնել, Wildberries-ում կարող գտնեք, զուտ աշկերը փակելու բանագիշերը դնում աշկերը փակում ես, որ քիչ լուսավորություն գա։ Այդքան բան, այստեղ էլի ես ոնց որ բան չունեմ ասելու։ Հարցեր ունեք։ Հարցեր տվեք, մինչև հիշեմ ինչ որ բան։ Իջև հարցան ես շնորհակալություն ասեմ։ Շատ մերսի նյութի համար։ Կսպասեմ քնի վերաբերյալ ոնց որ ասեցի կարող է լինի նոբինար։ Ասեմ մի հատ նյութ կա, այդ քեզ կուղարկեմ, հոգեբանները մի քիչ ուրիշ կողմից են խոսում քնի փոլերի մասին։ Կուղարկեմ, եթե ժամանակ ունենաս, ինձ մարժին է, մերսի։ Okay, merci։ Հա շատ տարբեր տեսանկյուններ կա իհարկե, որովհետև հազարդ բան է ազդում, համ մոլեկուլային մակարդակում, համ ավելի մեծ մակարդակում, հոգեբանական մակարդակում եւ այլն, այնց տարբեր տեսանկյուններից նայելը կարեւոր է էլի։ Ու կփորձեմ քնի մասին Նոբելյան մրցանակ գտնեմ, բայց առաջիկայում հավանաբար չի լինելու, որովհետև տարբեր բան առարկաներ ունենք էլի։ Հաջորդը լինելու է գրականության մասին, գրականության Նոբելյան մրցանակ, հետո լինելու է ֆիզիկա, հետո լինելու է տնտեսագիտություն, հետո լինելու է քիմիա, նոր հետո էլի բժշկություն է գալու։ Ոնց որ տենց դեռ մի քանի շաբաթ կա, որ էլի բժշկության վերադառնանք ու քունը հավանաբար բժշկության թեմա է, ոչ թե ֆիզիկա, քիմիայի։ Տենց այլ մտքեր ունենք։ Մի հատ sense կարճ բան էլի, արդյոք ես քնելու պահ այսքան արժի բարթացնել, որտեղ լիքը մարդ լուսով էլ է քնում, բամուր մարդիկ ցերեկը քնում են ինչ։ Այնտեղ հոգնածության կարծեմ ինչ-որ բաներ կան, դրանք ակտիվանում են, մարդը քնում է։ Այո, քունը ոնց ասենք բարդ թեմա է, հիմա ինչքան էլ ասենք, հա, ոնց որ բոլորն էլ քնում են նորմալը վրոդի, բայց ինչ իմանաս լավը որն է ու նորմալը որն է այստեղ էլի։ Ըստ արագ մի քանի կետ կարամ ասեմ, որ առավոտը 10-15 րոպե քնելը շատ օգտակար է առողջությանը, արժի քնել, լիքը հիվանդություններ։ Ցերեկը նկատում ես։ Ցերեկ, առավոտ, հա, ցերեկ։ Առավոտը նոր զարթնում ենք, հետո զարթնենք մի հատ քնենք։ Ես առավոտն ու ցերեկն արդեն տարբերում։ Հա, ցերեկը, բայց ոչ շատ, 15 րոպեից 20 րոպեից ոչ շատ ու քնելու վրա հիմնականում երկու բան ազդում, մեկը է ցիրկադային ռիթմն է, քո ներքին ժամացույցը, մյուսը ուրիշ ադենոզին անունով նյութ կա, որը տենց օրվա ընթացքում կուտակվում է, երբ որ ինչ-որ մակարդակի ասնում, օրգանիզմը ասում է քնելու ժամանակն է, ինչ-որ տենց բան կա, տարբեր բաներ են ազդում դրա վրա, էլի, բայց որ ասում ես մարդկա լույսի ժամանակ է քնում, խիեք բարթացնում, դա երկու բան կարամ ասեմ, մեկը որ մենք շատ ենք տարբերվում գենետիկորեն իրարից այդ առումով, ոնց ասեցի կարա ինչ-որ մեկը ինչ-որ դնթի տարբերություն ունենա, որը մյուսը չունենա, որը փոխի այդ լուսավորության ազդեցությունը իր վրա եւ այլն։ Մյուսն էլ այն առաջին ասածը, որ դե ինչ իմանաս այդ առավոտը քնող մարդը ինչ խնդիրներ ունի, որ դու չունես էլի։ Տենց լիքը բան, ինչքան հոգնած է ինքը իրանց, որ դու չես զգում։ Ու նաեւ կարեւոր է թե ասենք գիշերը, օքեյ, լույս եղավ, թե չեղավ, հավանաբար դու տենց գլոբալ առումով չես զգալու լավ էր, վատ էր եւ այլն, բայց ոնց որ ստատիստիկորեն լավ է լինում, էլի։ Հա։ Բազա։ Okay, Մարիամ ջան, ինչ-որ բան ես ավելի։ Հա, մի հատ հետաքրքիր ինֆո եմ ուզում կիսվեի, թե ինչու է քունը անհրաժեշտ, քանի որ գլխում տարածքը շատ սահմանափակ է, իրան ցած մաքսիմալ ոնց որ փորձելա բան օգտագործվի, օպտիմալ օգտագործվի եւ այն համակարգը, որը պատասխանատու է ուղեղյա գործունեության արգասիքները հեռացնելու համար, արունատար անոթների շուրջն է։ Ու ցերեկը երբ որ մենք արթուն ենք ու ուժեղ սնուցում է պետք ուղեղին, այդ արունատար անոթները մեծանում են եւ ոնց որ այդ կողքը այլևս տեղ չի մնում, որով կարա այդ արգասիքները հեռացվի ուղեղից։
քնած ժամանակ արյունատար անոթները նեղանում են ու ոնց որ այդ գլանի մեջ կողքը տեղը առաջանում ու այդ ուղեղի գործունեության արգասիքները այդ ճանապարհով հեռացվում են ու իրականում քունը տանելու հիմնական բաներից մեկը այդ գործունեության արգասիքների կոնցենտրացիայի մեծացումն է կոֆեինը օրինակ բլոկ է անում այն ռեցեպտորները որոնք պարտավոր են հասկանալ որ այդ բանը այդ արգասիքների քանակը արդեն շատ է ու պետքա քունը տանի որպեսզի իրանք մաքրվեն կոֆեինը ուղղակի բլոկ անում այդ ռեցեպտորները ու դու ուղղակի չես հասկանում որ քնելու ժամանակն է որ թե էլի տենց իրականում քեզ թարմացնում է Հա, այդ կա այդ բանը, այս մի հատ ես վիդեո գցեցի, այդտեղ բան է անում, բացատրում է, այս կոֆեինի մասով է կա էլի, որ ինքը ոնց որ բջիջները, կարծեմ այս վիդեոյի մեջ է որ կա էլի։ Քանի մասին է։ LLL-ում մի քանի վիդեո կգցեմ քնի մասին, բայց հա, ոնց որ այս ամեն ինչը այդ բարդ մեխանիզմներ է, այդ կոֆեինն էլ գալի փակում է, ասենք այդ ադենոզինի քանակը թարմանում է իբր, նաև ստե հետարքիրային որ ժամանակին կար ռեկորդ, թե ինչքան երկար կարաս չքնես, բայց ինչ որ պահի Արքելենցին այդ ռեկորդը խփել է, որտեղ հասկացա որ մահացու է, վերջին մարդկանց սպանել ու այնքան վնասատար է որ չես կարող հետ վերականգնես, չես կարող ասես լավ 8 օր քնեմ, կդզվի ու տենց Արքելենցին այդ ռեկորդը խփել է։ Հա, տենց հիվանդություն է կա, չէ՞։ Լիքը հիվանդություններ կա, քնի հետ կապված բաններ ես որ գրքում կարդացի հետարքիր բան կար որ այդ մեր քնելու անջատիչը շակերտավոր անջատիչ կա որ ասում է վсё քնում ենք ու ուղղակի քնում է քնելու ռեժիմի մեջ է մտնում երբ որ միանում է ասում է արդեն զարթուն ենք ու խնդիր կա ինչ որ մարդկանց մոտ գենետիկորեն որ իրանց մոտ այդ անջատիչը վատ է աշխատում ու պահի տակ կարող անջատվի միանա ու բացի մարդը իր համար քայլում է ու տեղում կարող ինքը անջատվի քնի ու բոլոր մկանները անջատվում են ու բարձա հետո ինչ է լինում, հեչ լավ հետևանքներ չի լինում։ Լրիվ պատական պահի այդ մարդը կարող քնի էլի, ցանկացած բան անելուց։ Ու ոնց որ այդպես խոսում է էթիկական խնդրի մասին, էլի, եթե այդ մարդը գենետիկորեն է ու երբ որ երեխա ունենա, երեխան էլ այդ խնդիր ունենալու, արդյոք այդ մարդը պետք է երեխա ունենա թե չէ։ Ոնց հետարքիր բաներ է խոսում։ Կարծես ես լիքը։ Հակառակ անջատիչն էլ ալնում, որ չի անջատվում ու այդ մարդիկ մահանում են ինչ-որ ժամանակ հետո, չեն քնում ուղղակի, հետո ինչ-որ ժամանակ հետո մահանում են։ Շատ կարճ ժամանակ ընդ որում, ինչ-որ օրերի քանակ էր դաժե։ Այդ հիվանդության մասն է ասում, որ կա հիվանդություն, որ մահացու է այդ մասով։ Այո, որ մի քանի օր չքնես, հավանաբար մի շաբաթից ավել, հեչ լավ բան չի լինի։ Չէ, դե 20 քանի օր հետո մահանում են։ Կարծեմ այդ թիմներ, այս բանը այս վիդեոն որ գցեցի, դրա մեջ կա ինչ-որ երկը։ Կարծեմ դրա մեջ այդ էլ է ասում, հիմա չեմ հիշում։ Այս կավա նայածել ես, այս topless չգիտեմ, այդ կանալը նայեմ ես։ Topless-ը նայել եմ, բայց այս քնելու մասին վիդեոն չեմ նայել։ Կնայեմ։ Բայց այս իմ ասած գիրքը Why Sleep-ը որ կարդաք ամեն ինչ վերջը գրած է, լրի մանրակրկիտ, նաև հետարքիր մաս կա երազների մասով, թե երազների մասին ինչի հետազոտություններ են արել, երազները ինչ են տալի, ընդհանրապես խիա էվոլյուցիան հորինել երազները եւ այլն, ասած։ Լիքը բաներ։ Շատ լավ։ Իսկ դրա վիդեոն չկա։ Դրա վիդեոն կա։ Մազը։ Գրքի վիդեոն կա։ Բանը կարճ 20-30 րոպեանոց վիդեո։ Հա, դի։ Դե գտնես գցի։ Տուն։ Okay։ Ավարտենք։ Ահա։ Շատ լավ։ Մերսի բոլոր ներկա գտնվողներին եւ հետո վիդեոն YouTube-ով նայողներին։ Եթե YouTube-ում գրեք Nobel Prizes իմ ալիքնաբերելու, որտեղ վիդեոները կարաք նայեք։ Դեպենք մյուս շաբաթ գրականության Նոբելյան մրցանակը քննարկելու համար։ Այս YouTube-ից գցելու ես բանը մեր քննարկումը։ Այո։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Եղավ շնորհակալ։ Շատ ապրես, հարց ջան։ Շատ արժեքավոր բան ես անում։ Շնորհակալ ենք։ Մերսի։ Շնորհակալություն շատ օգտակար է։ Բարի գիշեր բոլորին։